Ողջույն 24-ի եթերում հետագիծն է ես Նարեկ Գալստյանը։ Հայաստանում հետընտրական իրադարձությունները այս կամ այն չափով կամ այս կամ այն ինտերվալով ու այս կամ այն ակտիվությամբ շարունակվում են, Սահմանադրական դատարանում շարունակվում է քննվել ընդդիմության հավաքական հայտը, բայց այսօր դրա մասին չենք խոսելու, որովհետև այս ամեն ինչի ֆոնին մենք եկել ու մեծ հաշվով կանգնել ենք մի իրականության առջև, երբ որ մեր հասարակության մեջ ատելությունը գնալով խորանում է։ Մեր հասարակության մեջ այլևս քաղաքական օպոնենտ լինելը դարձել է այս կամ այն չափով անձնական թշնամու պես մի բան։ Ընկերներիցս մեկը մի անգամ մի խոսք ասաց, Հայաստանում ընթանում է քաղաքացիական պատերազմ, բայց առանց արյան, այսինքն փոխադարձ ատելությունը հենց այդպիսին է, հա։ Ու ստեղ այդ թևերը բազմաթիվ են իշխանություն, ընդդիմություն, դա մյուս կնա, արտաքին քաղաքական կողմնորոշումները, մեկը պրոարևմտյան է, մեկը պրոռուսական է, մեկը, չգիտեմ, պրոամերիկյան է, մեկը կարծում է, որ Թեհրանի եւ Պեկինի հետ առանցքը կփրկի Հայաստանը, հա։ Ու այս ամեն ինչի հիմքում ամեն մեկը իբր թե իր կարծիքով դնում է Հայաստանը փրկելու իր ճակերտավոր ծրագիրը, հա, ընդ որում այստեղ բացարձակ չի նշանակում, որ ասում եմ փորձում հավասարության նշաններ դնել։ Չէ, հավասարության նշաններ չեմ դնում, կարծում եմ իմ այսպես կեցվածքը այդ առումով մեր հերոստատիտողին բավական ծանոթ է։ Այս ու այլ թեմաների շուրջ, թե որտեղ մնաց այս ամեն ինչի, այս ամբողջ այս ներքին պայքարի արդյունքում անկախության ու պետականության գաղափարը, ես հրավիրել եմ զրուցելու Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին։ Շանթ, ողջունում եմ։ Ես գիտեմ, որ անմիջապես ասելու եք, որ անցի Շանթի, դա համար ի սկզբանե անցա Շանթով։ Զգում ես, որ այս ամեն ինչի մեջ չկա Հայաստանն այս խաղմաղալի մեջ։ Հա, ցավոք անընդհատ այդ process-ը, որ Հայաստանը չկան, հա, խորանում է եւ իշխանությունների կողմից եւ ընդդիմության կողմից, չգիտեմ, տենց ինչ որ օրակարգեր են, հատկապես դե հիմնականում լուբոյ տեղել իշխանությունն է օրակարգերը ձևավորում կամ թելադրում իր ուժի բերումով, այստեղ էլ ընդդիմությունն էլ էլի գնում է ավելի շատ ավելի ինչ որ մանր, ով կրեց, ով մանդատը կեղծեց, բան, իհարկե սրանք կարևոր են ներքին, ասենք օրենսդրական գործընթացների հետ կապված, բայց այդտեղ կաղրած մեռնում է Հայաստանի պետության հասկացողությունը, պետականության գաղափարը, բան, համամիտ եմ մի խոսքով ուզում ասեմ ու ցավում եմ դրա համար, ու նաև մտահոգ եմ, թե սենց մինչև ուր պետք է դա էլի, պետք է մինչև Հայաստանը վերանա, թե ինչ որ մի փուլում կարանք ուժ գտնենք մեր մեջ, կանխենք դա, ոնց որ դադարեցնենք այդ անկումը։ Ես ու դու միշտ խոսել ենք արժեքների, կռիվների մասին, որ վերջ-վերջո ամեն ինչի հիմքում պետք է արժեքը լինի։ Ժողովուրդներ են կռվել ու պայքարել ու մահացել հանուն արժեքների։ Ու այդ արժեքը նյութական դրսևորում չի ունեցել, դու չէիր կարող այդ արժեքին կպնել ու ասել այս է իմ արժեքը։ Այդ արժեքը ավելի շատ մարդկանց սրտերը գերող ու դեպի իդեալն է, դեպի ապագայի կառուցումն է։ Ես նկատեցի, որ այնուամենայնիվ այս անգամ այս ընտրարշավի մեջ էլ որևիցե արժեքային բախում կամ որևիցե արժեքային քննարկում տեղի չունեցավ։ Մի կողմից իմ կներես համոզմամբ կոլաբորացիոնիզմի տարածում էր, որ սրանից հրաժարվեք, խաղաղություն կլինի, կլինենք կուշտ, չաղ եւ ամենայն հավանականությամբ բախտավոր, հա, սա մի կողմից էր, մյուս կողմից էլ էլի կենցաղային խոստումներ, ընտրությունները միշտ են, այսինքն միշտ պետք է այդ կենցաղային խոստումների մասին լինել, թե այնուամենայնիվ այս ամեն ինչի մեջ նաև պակասեց հենց այդ արժեքների առաջարկը մեր հասարակությանը, որ կարար, չեմ ուզում սենտիմենտալ թվալ, բայց այնուամենայնիվ կարար մարդկանց սրտեր գերեր, էլի։ Հենա ինքդ դուք ինքներդ ասցիք այդ բանը, կանխեցիք, ես ուզում եմ ասեի, չեղավ ընդրական process-ում արժեքների դիսկուսիա, այլ դուք ասցիք ոնց որ սպառեցիք եւ պատասխանը եւ եթե այդ դեպքում մնում է բացատրությունը, թե ինչի չեղավ, դա ասեմ հասարակության մեջ չկար այդ պահանջը երևի, թե չէ ես շատ էի ջղայնանում, ասում եմ, լավ, գոնե ընդդիմությունը խոսա էլի այդ արժեքներից, ու ընդհանրապես վաղուց եկել եմ այն մտքին, որ Հայաստանում ինչ որ մի տոճկայից, ինչ որ մի կետից դուք կարաք էլի այդպես
հեգնանքով վերաբերվեք, բայց դե հիմա ես դա ասում եմ KGB-ն, կարող է մի ուրիշ կառույց է, ես չգիտեմ։ KGB պայմանական։ Հա, պայմանական ասենք, հիմա կոզում ՑՌ-ն էլ ենթարեն կամ Մոսադը, ես չգիտեմ։ Կամ էլ եթե Նիկոլը այդքան ուժ ունի, ուղղակի կասկածում եմ թե ինքը այդքան ուժ ունի ու այդքան խելք։ Դա համար ասեմ պայմանական ոնց որ հատուկ տաբու է դրված հայ ժողովրդին արժեքներ քարոզելու, դաստիարակելու արժեքներով, որտեվ ընդհանրապես ասում են, չէ, ասում են, եթե ուզում ես մի ժողովրդի հեշտ նվաճես, նախ փոխի իր իդեալները կամ իր արժեքները կամ քոնը դարձրա, քոնը մատուցի իրան։ Արագ հարց տամ, ունեցել ենք մենք այդ արժեքները։ Ես մտածում եմ, ունեցել է մի խումբ մարդիկ, որ վարակել են։ Մտածում եմ, այդ մասին էլ շատ եմ մտածել։ Մտածում եմ վերջի մի 1000 տարի մենք չենք ունեցել այդ արժեքների դոմինանտ, ասիկա չասեմ 50-ից ավել տոկոս։ Դաժե մի 20-30% չունեցինա չենք ունեցել։ Չէ, հեսա կասեմ 1000 տարուց որ ասում եմ, հեսա կասեմ, էլի։ Ու դա ասենք իմ այդ որ կարծում եմ այտենց ինչի՞ց է հայ ժողովրդի պատմությունը որ նայում եմ, ասենք 1000 թվից այս կողմ։ Տենում եմ որ իսկապես հնարավոր չէր որ արժեքներ ունենար ժողովուրդը, նախ ոչ միտեղ պատմական գրքերում չի հանդիպում, այն փոքրիկ դրվագները, ասենք Դավիթ բեկի ապստամբության կամ բան, ասենք էլի որոշ այդ Հովսեփ Էմինի փորձերը բանը։ Էշմիածնի գաղտնի ժողովուրդ։ Հենց դրանք դե Դավիթ բեկը ես կարծում եմ սկսել է Էշմիածնի գաղտնի ժողովից, ասենք իրանից մի 50 տարի առաջ արդեն այդ process-ը ու դրանք էլ հենց ցույց են տալի, որ համընդհանուր ժողովրդի մոտ արժեքներ չի եղել։ Ասենք ժողովուրդը ավելի շատ երևի համարել է իրան հայ քրիստոնյա։ Ասկի քրիստոնյան կարող ավելի կարևոր է համարել, քան հայ լինելը, էլի, ասիկ այդ առումով պետականության, ազգային արժանապատվության հարց չի եղել, ասենք կարող է քրիստոնյայի արժանապատվություն եղել է, բայց ընդեղ էլ ասում են հեզությունը, բանը, երկնային դրախտը կլինի, հետ մահու չգիտեմ ինչ, երբ որ նայում ես պատմությունը, գալի հասնում ես նրան, որ ցարական իշխանությունը երբ որ հաստատվեց Կովկասում, Հայաստանում, այդտեղ ինչ պահերից շահերով ասենք որ նայում ենք ռուսներին որոշակի առումով ձեռնտու էր որոշակի հայկական ազգային ինքնագիտակցություն ձևավորելը, որը կարող օգտագործեր եւ Պարսկաստանի դեմ, եւ Թուրքիայի դեմ։ Ասենք Ռաֆայել Պատկանյանի հայրենասիրական բանաստեղծությունները, Ռաֆի այդ պատմավեպերը հայրենասիրական կամ Ծերենցն էլ գրում չէ, մի քանի պատմավեպեր գրեց բան։ Դե սկիզբը առաջինը կարծեմ պատմավեպերը, հա, իսկ Ռաֆին գլուխ գործոցն էր, այո։ Ռաֆինը իսկ պոեզիայի մեջ էլ Պատկանյանը, այդ երկուսը ոնց որ Գամար Քաթիպա, հա, իրանք ոնց որ բան արեցին, չէ, հայկական, այսպես ասած, ազգային հեղափոխության ոնց որ բաներ եղան, քարոզիչները, կոմունետիկները, բան, հա։ Ասենք այդ ժամանակվանից այդ ասիկա ցարական իշխանություններին որոշ չափով ձեռնտու էր հայկական ինքնագիտակցություն արեցին, իսկ ավելի շատ սովետական միությունը ես առիթ ունեցա ասեմ, որ սովետական Հայաստանի ժողովուրդը ինչքան էլ որ անկախության գաղափարը բանը թույլ էր բնական չկար դաժե կարելի ասել, բայց հայ ժողովրդին դաստիարակում էր որպես կայսերական մտածելակերպով ժողովուրդ։ Ուրեմն մի անգամ հիշում եմ Հենրիկ Հովհաննիսյանը կա, չէ, արվեստաբան, խոսում էր Խորեն Աբրամյանի մասին, Խորեն Աբրամյանի այդ դերասանական խաղի բանի ու նաև Սարոյան եղբայրներ ֆիլմի մասին խոսած ու հատված դրեց, ասես հələ նայեք իր քայլվածք են եկեղեցու բակում որ քայլում է, ասես նայեք, ասես տեսեք, սա կայսերական սպայի քայլվածք է, ոչ թե փոքր ժողովրդի զինվորականի քայլվածք է, ու երբ որ նայում ես, այնպես խրոխտ բան, կեսվածքը լրիվ ուրիշ ծանր քայլեր, հա, այնպես հա, բան իսկապես զգացի, որ լավ ասեց, էլի, ասեց կայսերական երկրի զինվորականի բանակի սպայի քայլվածքը, բանը երկաթը կովարի տակից զրնգալով, սուրնե կողքի խփելով, հա, լավ հիշում եմ։ Հիմա նա որ ասացի կամ ինչպես աչքիս է։ Ես ասենք որ նայում եմ, ոչ միայն ասենք այդ որտեվ գուցե 18-20 թվի հայկական բանակի սպան տենց խրոխտ չի քայլը, բայց իրանք չեն հատուկ դա խորիկը որպես Խորեն Աբրամյան անհատ մարդ եւ նաեւ դերասան ձևավորվեց մեծացել է սովետի ֆենոմեն, այո։ Հա, խորհրդային միության իր կերպարը, էլի։ Այո, ու բնականա ինքը տանեին ամենախեղճուկրակ դերաս բանի հերոսի կերպարում էլ դնեին, մեկը ինքը խրոխտ էր լինելու։ Դա ասենք անկախ իրանից է, էլի, արդեն կայսերական դաստիարակություն ստացած բան է, ու երբ որ ասենք նայում եմ 88 թվի շարժումը, այդ ամբողջ սերունդը սովետում դաստիարակված էր, չէր կարող ուրիշ ձև դաստիարակված էր։ Ես դե ոչ լավ եմ ասում, ոչ վատով, որպես փաստ եմ ասում,
Ու բնական է, որ եթե կարար անկախ հայը, անկախ պետականություն ունեցած հայ ժողովուրդը երբևէ հաղթեր, մենակ կարար այդ սերունդով, այդ ձևի սերունդով հաղթեր։ Ընդ որում ես հազար ներողություն խնդրում, որտեղ իսկապես թեման այնքան հետաքրքիր ու այնքան նուրբ է, կներեք Ժորժ ջան, սահմանադրական դատարանի մասին չենք խոսալու այսօր։ Բավարար ես չեմ ուզում երբևէ այդ բաներից խոսալ։ Վերջի վերջո այդ 60-70-ական հատկապես 60, այսինքն Դենիկ Դեմիրճյանի Վարդանանքը գրվեց մեծ հայրենական պատերազմի ընթացքում, Ստեփան Զուրյանի եռագրությունն էլ գրվեց։ Պապտակավոր Վարազդատը մեկ էլ բանը հայոց բերդը։ Այո, ընդ որում ընկերս պատմա, որի պապիկը Ռուբեն Զարյանն էր, հայտնի Արցախագիտության ինստիտուտի առաջին տնօրենն էր եւ այլն, ասում էր, որ ուզում էր սկզբից Վարդանյաններ եւ Վասակյաններ դներ Դենիկ Դեմիրճյանը, ասել էր Ռուբեն Զարյանը, ասել էր, չէ, Վարդանանք դիր այդպես ավելի հետաքրքիր կլինի։ Ասում են թոկաբորբով հիվան վիճակում գրելա, ինչ եմ այդ ամեն ինչ ասում, այսինքն հետո եկա 60-ակ անլրելի զանգակատունը մյուսը եւ այլն, չէր կարող այդ ամեն ինչը չունենալ իր կրակոց է, այսպես ասենք, էլի։ Հա, բայց դա կայսերական քաղաքականության արդյունք էր։ Ասենք հայերը իրանցով չի որ, տես մի հատ ցավալի բան ասեմ, իհարկե կարող է սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց որ նայում եմ, չէ, բանը սովետի ժամանակ հրատարակվում էր հայ դասական գրականություն, չէ, շարք էր թողնվում։ Ու ես համոզված եմ, որ հայ դասական գրականությունը Մոսկվայից էին որոշում ովքեր են դասական գրողները, որովհետև երբ որ ես նայում եմ մինչ սովետական հայերի, ասենք օրինակ Ղազարոս Աղայանի նկատմամբ հայ ժողովուրդը ոնց է եղել, ու էլի շատ, ասենք օրինակ տես Վրդանես Փափազյանը համարվում էր հայ դասական գրականության մեջ, ու ինքը բացառիկ գրող է, իմ համար որ բացառիկ հայ գրականության մեջ չկա տես։ Օրոք է տպագրվել, այդ ես շարքը ունեմ դրա համար եմ ասում։ Չնայած սովետը նենց էր իրան նենց էին ներկայացնում, ասենք համալսարաններում բանում, ոնց որ ես գավառական գրող, դաժե ասում են էդի ոնց որ սկի հայ բոշայա, հայ էլ չի, բան, ինչ ատե գնաց է բոշաների ապրել, որտեղ նրա փիլիսոփայությունը նիչիական փիլիսոփայություն էր, որը սովետական միության մեջ համարվում է ռեակցիոն փիլիսոփայություն, բայց քանի որ կայսրությունը իսկապես ուներ չափորոշիչներ, ովքեր են դասականները, ինքը ասենք չէր կարա, ոչ թե ուժը չէր պատի, այլ ինքը իր ասենք կայսերական ինքնահարգանքի հարց կար, որ Վրդանես Փափազյանը ուղղակի չի կարա չլինի այդ շարքում, դասականների շարքում, այլ հարց, որ իր դերը, ասենք ցածրացնում էին, բան էին անում, որտեվ ինքն դե ազատության լավ գործեր ունի, ասենք առյուծը զարթել է, առյուծի մահը, երկու թռչուն, բան, շատ ուժեղ գործեր ունի, բայց մեր ժողովուրդը դա դաժե գրականության լավ մասնագետները այդքան չեն բանանում, չեն կարող։ Իմիջիայլոց նա միակ գրողն ա եղել, որը բանը սովորել է հենց Նիչեի դասախոսությամբ։ Դասականներից վրա ասացի, կներեք, բանը հանգուցյալ պապս ասում էր, որը տենց մեծ բան ուներ, էլի, մեղմ ասած ոչ միանշանակ վերաբերմունք ուներ սովետական կարգերի նկատմամբ, Հունաստանից եկած են 46-ի, ասում էր Միքայել Նալբանդյանին, ասում է, անգամ հետմահու պատժեցին տանելով դելով կագեբի։ Մենք էլ էինք ասում, ձերներն էլ հետև, որ խելոք մնա ազատություններ չգոչես, ասա ինչ եմ ասում, ուզեմ ասեմ, նույնիսկ այդ գրականության պահովելը, էլի որ վերցնես, սովետական կայսերական չափորոշիչներով էին ձևավորվում այդ բաները, գրողները կամ բաները, մշակույթը ընդհանրապես, բարձր չափանիշով, դրա համար էլ մեր սերունդը, հա, այդ եմ ասում, դրա համար էլ մեր ժողովուրդը բարձր, ասենք, արժեքներ էր ինքը դավանում։ Ճիշտ է, ոնց որ կոմունիզմն էր սուտ ու կեղծ, ասենք ժողովրդի մեծ մասը դա գիտեր։ Դրա այդ ժողովրդի մի մասը կարող է այդ արժեքներին էլ էր ձևական մոտիկանում, բայց դե յուրե կամ պաշտոնապես ոչ ոք չէր կարա ծաղրել արժեքները։ Ասենք ազնվությունը չէր կարա ծաղրել, կարող է այդ արտունը իր երեխուն ասել ինչ ես դասարանում հելնում անկապ խոսում, ազնվություն չկա, բան չկա, կամ էս չկա, ինչ չկա, բայց հրապարակային ոչ մեկը չէր կարա ծաղրել ազնվությունը կամ ասենք պարկեշտությունը կամ հավատարմությունը, այդ արժեքները, էլի արժանապատվությունը բանը, հազար ներողություն ընդհատում, հազար ներողություն։ Ընդ որում դա մանկական տարիքից է, որովհետև ես փոքր ժամանակ անշուշտ ես սովետական միության վերջում եմ ծնվել եւ իմ գիտակցական կյանքը արդեն 90-ականների սկզբին է անցել, բայց իմ որպես անհատ ձևավորման վրա մեծագույն ազդեցությունը սովետական միության օրոք հրապարակված արկածային գրականություն շարքը, որտեղ էլի այդ արժեքների մասին է։ Արկածային գրականությունը ճիշտ է, բանը, սովետներն էր, բայց ասենք ես Ժյուլ Վերնի
Ժուլվերն շատ սիրում։ Հենց այդ եմ ասում, մարկածային գրականության մեջ Ժուլ Վերն էր մտնում, մարկածային գրականության մեջ, չգիտեմ, Ագաթա Քրիստի էր մտնում, մարկածային գրականության մեջ էլ 1000 ու մի բաներ մտնում, այսինքն ես 15-ամյա նավապետը Ռոբինզոն Կրուզոն, չգիտեմ, Սև Նետը, Սեմինոլների առաջնորդ Օցեոլան, ես ինչ եւ այլն։ Բանը Չինգաչուկի բանը չէ կային։ Այդ Մայրիդը ինչ էր գրող, անգլուխ ձիավորել, անգլուխ ձիավորը, պրոֆեսոր Դոուելի գլուխը, այդ ամեն ինչը արժեքների մասին է, թե հանում ենք երեխաների համար Եթե եկան դրան, պետք է գանք դաշի հեքիաթներից։ Ասենք Անդերսոնը, Շարպերոն, Գրիմ եղբայրները բան, ըստ այդ տպում էին, չէ՞։ Ջելսոմինոն, բան եւ այլն։ Ջելսոն այնի բան էր, Ջանի Ռոդարի, ինչ-որ պրոկոմունիստական էր, բայց Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում բայց դրա մեջ արժեքներ ուղիղ շատ ուժեղ էր, որ ասում էր բանը, ծաղրում էր իմիջելոց հիմա ավելի շատ այդ մասին չեն խոսում են Ջոն Օրելա, թե ինչ Օրելա, Օրելա, 1812 բան 1884 ըստ էության նույն Ջանի Ռոդարի բանը, այդ Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում էդիա, բայց ավելի քաղաքականացված, իսկ այնի ավելի մանկականացված էր, չէ՞ բանը։ Կարծեմ Ջանի Ռոդարինը չի բանը այն սոխը ոնց էր Չիպոլինոն, չեմ նայել դրանը։ Հիմա գրողը Չիպոլինոյի իմ խայտարակությունն է, բայց չեմ հիշում, ընթացքում բան կան։ Հիմա եթե հնարավոր նայ, էլի կարծեմ Ջանի Ռոդարին ա գրե, ասենք ոնց էր ինքը բանի, ասենք դա մանկական էր, բայց էլի ազատության համար քարոզ էր բաներ, չէ՞ կամ Բրեմենյան երաժիշտները սարքեցին այդ մուլտը, որ էլի մեզ նաև ինքը սա ինչի համար ես իմաստե սովետին չեմ գովում սովետը մեկը որպես հայկական անկախ պետության ասենք գաղափար կրող մարդու եղել է թշնամի դե քննարկման ենթակա չի բայց պետքա տարանջատենք լավը օրինակ թշնամուց էլ կարելի է լավը սովորել լինի թուրքը չգիտեմ ռուսը գերմանացի ամեն ինչի մասին ենք խոսում որ ստեղծված սովետական իրավիճակում էր կայսրության ժամանակ այդ սերունդը այդ սերունդը ձևավորվեց ու եկավ 80 բայց տենցա ձևավորվի ասեմ դաժե հեքիաթներով ես օրինակ եմ ասում որ Ղազարո Սաղայանի հրաշապատում հեքիաթները ավելի լավն են օգտակար քան Թումանյանի հեքիաթները Արմաղան Զարմաղան եւ այլն Արեգնազանը ասենք ավելի լավ է որ երեխեն նորից այդ ձևի հեքիաթներով դասիրակվի հիմա դե գիրք կարդալը ոնց որ թե այդքան բան չի եղել բայց կարան մուլտերը հանեն Ղազարո Սաղայանի ամենայն դեպս սովետը վեկալում է Շարպերոն որը իր հեքիաթ հասածը չի կամ ասենք Անդերսոնը բանը վեկալում տպում էր Գրիմ եղբայրները մենք տենց ենք դասիրակվում էդի հələ երեխա այն տարիքում երբ որ հեքիաթն է մեզ հետարքիր հետո դրանից հետո Սոյերը մյուսը վերջը բան կար չէ Ղազարո Սաղայանի մանկան բան կար գրադարան կարծեմ հիմա էլ կա որտեղ երեխաները աբորենտներ ունեին գնում էին գրքեր էին վերցնում կարդում էին տանում էին վերադարձնում էին ես գնացել եմ գրադարան բայց մեծ տարիքում ավելի դպրոցական տարիքում ճիշտ ասած քուրս առաջինը կարծեմ ստե ասի թե չէ Պետեր Ցվիրկա էր ինչ էր ես բարակ հեքիաթ էր քուրս արդեն իզից մի տարուկես էր երևի չեխ կամ հունգար գրող էր ինչ որ Պրիբալտիկայից էր աշկեսի կամ գիտեմ Ցվիրկա էր անունը վերջը հիմա այս ամեն ինչը բերեց 88 այս սերունդը ծնեց 88 որոնք ասենք թե ու տես հետարքիր բան կար մեր մոտ սովետում քարոզվում էր որ սովետական ժողովուրդը անպարտելի է Գերմանիայի ֆաշիստական Գերմանիային հաղթեր չգիտեմ Էսյանեյան դա ասենք սովետի ժողովուրդը տենց ընկալում էր որ իրանք հաղթող ու անպարտելի են էլի արանքում Նապոլեոնային ասում կրել ենք բան պատմության մեջ բայց էդի գալիս էր նաև ոչ միայն 270 միլիոն էր ժողովուրդը ասենք որից ենթարենք Հայաստանում բնակվում էր 3.5 միլիոն դիմանես չէր որ 272 միլիոնը համարում էին որ իրանք անպարտելի են այս հայ ժողովուրդը համարում էր ինքը պարտված է չէ այդ օբշի այդ անպարտելիության զգացումը ներդնում էր սովետը դասիրակում էր որպես սովետական քաղաքացու որի մի բաղկացուցիչ մասներ հենց Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հայերը չհաշված միջին ասեմ հենց Հայաստանի հանրության հայերն էլ էին դրանցից որ իրանք անպարտելի են այդ խորհրդային Հայաստանի ժողովուրդը անպարտելի էր ու այդ անպարտելիության հոգեվիճակով ես լավ հիշում եմ բոլորս էլ ասում ենք արա ոնց 100 տարի առաջ չենք եղել ֆիդայիների հետ բան sense ոնց որ մեզի շանս չի եղել բայց մենք ունենք հոգեվիճակ անպարտելիության դաստիարակված բայց մենք չենք ունեցել այդ շանսը մեզ թվում էր թե մենք օրինակ 100 տարի առաջ ծնվածել էինք էլի տենց հոգեբանության Ռաշպարների կանչն է սովետը դեպս չէ հա բա ոնց էտել էր ինձ բախտվեք Ռաշպարների կանչ ինձ բախտվեկը չեմ հիշում Շահանշահնովն է թե Գևորգ Չավուշի մասին էր իսկ բանը Ռաշպարների կանչը շատ եմ սիրում շատ բաներ էլի հա տպավորվել ենք դրա տպավորության տակ էինք
Ու այդ ժամանակ այդ հոգեբանությունով էլ ոնց որ մարդիկ գելան գնացին պատերազմելու, նախ սկիզբից չենք էլ մտածում պատերազմ, ոչի չենք էլ բացառում, ամեն ինչ էլ պատրաստ էինք հոգեպես, դա սովետի դաստիարակություններ։ Իսկ հիմա որ հետ ենք նայում, ասենք խորենացու ողբը ես չեմ պարբերաբար դա ասում։ Ինքը որ նկարագրում է որակները այդ մարդկանց, ասենք իշխանների, զինվորականների, ուսուցիչների, աշակերտների, այսինքն ամբողջ հասարակության կազմը համարյա էլի, այդ շերտերը նկարագրում է, չէ՞։ Բոլորը բացական, ասենք գորոս, ամբարտավան, հարբեցող, մեծամիտ, ինքնահավան, ասենք ասում է ուսուցիչները բան, ծույլ, չգիտեմ ինչ, աշակերտները դեռ չսովորած արդեն բան են, դասատու են, չգիտեմ SNN-ն, այսպես որ նայում ես, այդ խնդրեմը փաստորեն խորենացու ժամանակվանից արդեն այնքան շատ ա եղել, որ նկատելի ա եղել, որ արժանացել է այդ ձև գնահատականի գրականության մեջ ֆիքսվելու, որ մեր ազգի կործանման թագավորությունը դե 428-ին վերացավ, դրանից հետո է խորենացին գրը, որ վերացավ թագավորը, չգիտեմ, Կամ քեզ հայ ժողովուրդ վեհագույնը տա հյուսային ցեղերի մեջ։ Ինքը փաստորեն գրում է, թե ինչ է դառը։ Հիմա դրանից հետո ճիշտ է, մենք մի 5-600 տարի ասենք ունեցանք թագավորությունը, ոչ թե 5-600 տարի, այլ 4-500 տարի հետո վերականգնվեցին թագավորությունները Բագրատունիների, Արծրունիների, չէ։ Դա ասենք ես որ նայում եմ այդ որակները կար, փաստորեն մի 4-500 տարի, 600 տարի կռիվ է գնացել Հայաստանի ժողովրդի ներսում արժեքներ դավանողների եւ ստոր արժեքներ կամ արժեքներ չունեցող ստոր անառաքինի հասարակության մեջ։ Այսինքն այդ ստոր անառաքինիները այնքան շատ են եղել, որ խորենացին նշել է, բայց դրանք էլ եղել են այնքան, որ դիմադրություն են ցույց տվել, կարողացել են ինչ-որ փուլում իրանք բալանս է եղել այս։ Հա, իրանք են կարողացել դոմինանտ դառնալ, պետություն վերականգնել բան, բայց մեկ այդ պայքարը անդադ գնալով օտար երկրի, ասենք Բյուզանդիայի բանի, արաբների, մյուսների հարվածների տակ էլ, ասիկը ներքին տականքը, նշդեի ասած, դաշնակցել է արտաքին թշնամու հետ ու կարողացել է հաղթի արժեքներ կրող հասարակության շերտերին, իշխաններ լինեն, Ազատանի, Ավականիա, ինչ այդ բոլորին, թե ռամիկները լինեն, այդ շերտին կարողացել են ջարդեն ու տասնամյակների մեջ բարոյա լքել են, ասիկը 1045-ից հետո որ նայում ենք, բարոյա լքում, մոտ մի 1000 տարի տես, հա։ Հետո նոր գալիս է 1820-ականներից, 30-ականներից Ռուսաստանի կայսրության Կիլիկիայի ֆենոմենը հանում։ Հա, էլի հանենք, էլի դες խոսում եմ այս տարածքի վրով, էլի։ Այս արեալի մասը։ Հա։ Հետո եղավ այդ ոնց որ մի քիչ առաջ նշեցինք 1820-30-ականներին ցարական Ռուսաստանի շահերը, որոնք որոշ չափով նպաստեցին, եւ սովետական միության այդ 70 տարին, ասիկրեն ուզում ասեմ, մեր հարցի թեման, ասենք ոնց էր, որ մեր հասարակությունը, որ ասենք նաեւ նշեցինք այդ Խորեն Աբրամյանի կեցվածքը ոնց մեկնաբանեց բանը Հերիկ Հովհաննիսյանը բան, հիմա էս ա եղել, հիմա երբ որ մենք դարել ենք արդեն 91 թվից անկախ պետություն, դրանից հետո չի գնացել նման դաստիարակություն, որտեղ ասենք վերցնես Ամերիկայի պետությունը, չէ, ինքը ունի կրթական, դպրոցական կրթական համակարգ, իր պետական ծրագրերը իրանք են որոշում։ Ասենք Գերմանիան, դաժե Հիտլերյան Գերմանիան ունեցել իր կրթական համակարգը։ Իրան ասում են Էրնեստ Թելմանին բանի, որ սպանում է կոմունիստների հալածում, ասում է բայ երեխեքը, ասում է երեխեքը մերը կլեն արդեն, որտեղ իրանց երեխեքը մեր դաստիարակությունը կստանան, այն ինչ որ սովետներ անում, չէ, Պավլիկ Մարոզովներ էր կերտում բաներ անում, այսինքն այդ մենք դա եւ Հիտլերին եւ Ստալինի վախտման բացականով ենք նայում։ Այսինքն Ամերիկան այդ ձևի ռեպրեսիվ պրոցեսներ չի արել, բայց ինքն էլ է ուրիշների երեխեքին վեկալում, դաժե ընդդեմ են շպիոն են դառնում, չեն ասում իրանց երեխեքին, որ իրանք ասենք Ռուսաստանի կամ Ֆրանսիայի կամ Չինաստանի շպիոն են, երեխեքը արդեն ամերիկացի են մեծանում, էլի։ Այս առումով դաստիարակությունը անվիճարկելի, անքննարկելի ա եղել, իսկ Հայաստանը, երբ որ ինքը անկախ պետություն դառավ, ինքը ասենք չարեց այդ դաստիարակությունը, բայց չարեց, որովհետև այդ է ուզում ասել, էլի, մեծ մշակույթը, հզոր գրական, դրանք արժեքներ են, չէ՞, վերջո։ Դպրոցական համակարգը, կրթությունը, մյուսը, ինքը այնուամենայնիվ մեծ պետությունների փող ունեցող, մեծ պետությունների առանձնաշնորհյալությունը չի։ Դուք էլի եկեք ասել, Նարեկ ջան, համաձայն չեմ։ Չէ, որ իրանք նախ իրանք ոնց են դառնում ես։ Օրինակ Օսմանյան կայսրությունը սկզբից եղել է 2400 քառակուսի կիլոմետր, ուսքի ոչ էլ մշակույթ ա ունեցել։ Բայց ինքը իր
մղումները, իր իդեալները, իր այդ չգիտեմ բնազդային ասեմ, կենթանական ասեմ, թե որպես մարդ գիտակցական, իրանք էլ են ձգտում ունեցել իրանք ինքնուրույն ու ազատ ապրեն։ Իմիջիայլոց այդ մուսուլմանական աշխարհում հավասարությունը շատ կարևոր արժեք է եղել, էլի որ վեկալում ես։ Հավասարությունն էլ է որոշակի արդարության զգացում տալիս հասարակությանը։ Ազատությունն էլ, իսկ ազատությունն էլ իրանք վայելում էին հենց իրանք կռիվներով, դա ինձ ցույց էր տալի ազատությունն է։ Եղբայրությունն էլ իրանք մոտ կար, որտեղ նույն ցեղակից էին օտարների դեմ, օբյեկտիվ էր առաջանում այդ ազատության, հավասարության, եղբայրության արժի համակարգը, օբյեկտիվ էր ու իրանք այդ փոքր թույլ լինելով կամացից, այսինքն երբ որ կամ օրինակ ուզեմ ասեմ մեծ պետությունների մենաշնորհը չի, մեծ պետություններին ուղղակի հեշտ է։ Նախ որ վեկալ ենք իրանք ոնց են դառնում մեծ պետություն։ Ասենք օրինակ Բրիտանիան դարավ մեծ պետություն, երբ որ ինքը այն բանուն մեծ ազատությունների մեծ խարծյակար չէ 1200 քանիսներ 300 քանիսներ ինչեր հա։ Իրանք դառան կայսրություն, Ամերիկայի պես երկիր նվաճեցին, բայց երբ որ ամերիկյան հասարակությունը եկավ ազատության ու հավասարության գիտակցությանը, այդ իդեալը ինքը որպես անգլիացի արմատներով, թե իռլանդացի, որը հալածված էր անգլիացիների կողմից, թե պուրիտանները որպես էլի հալածված էին, բան, կապ չունի։ Ամերիկայում բնակվող այդ ծագումով անգլո, շոտլանդո, եսիմ Իռլանդա, գերմանական այդ ժողովուրդները, բան, իրանք էլ այդ իդեալները ունեցան, իրանք էլ կարողացան ունեցան իդեալ, որ կարողացան դա անեն։ Այսինքն նենց չէր, որ իրանք պետություն չունեին, անգլիական գաղութ էին, էլի։ Ասենք Հնդկաստանն էր անգլիական գաղութ, պակաս տարածք չէր, Ամերիկայի, եթե նահանգները սկզբի 2-3 ավելի փոքր էին, Հնդկաստանը հայել մի 6-7 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք ուներ, բայց դրանք ասենք այդ արժեքները կարող նրանց մոտ այդքան ուժեղ չէր։ Ընդ ավելի շատ Բրիտանիան կարող է ներդրում արեց արժեքային Հնդկաստանում, ինչ որ Ամերիկայում չէ, որտեղ Ամերիկան հենց իրանք էին, էլ իրանք ազատության իդեալներ ունեց։ Ովքեր են, օրինակ հիշում եմ Ժիրնովսկին ասում էր, դրանք հանցագործների սերունդ են ամերիկացիները ստեղծը։ Ես կարդացի, ասի մի հատ լավ ուսումնասիրեցի ճիշտն ասած, տեսա որ քրեական հանցագործները Ավստրալիայում են եղել։ Իսկ Ամերիկայում եղել են քաղաքական հանցագործներ։ Իսկ քաղաքական հանցագործները ովքեր էին։ Ասենք Անգլիայում ինդեպենդենտներ կային, լեվելերներ կային, գաղափարական շարժումներ կրող մարդիկ, ասենք գյուղացիները դրանց հետևորդ էին, հարցակում էին հարուստի տունը պաժար էին տալի, ասում էին դու մեզից պետք է ավելի չլես, հավասարության կրողներ էին, դրանց կամ դատում էին, որպեսզի դրանք չդատվեն, փախտում էին Ամերիկա, կամ դատում նստում հելնում էին հաստատությունը մերժվածել, էլի գալիս էին Ամերիկա, այսինքն իրանք հավասարության, ազատության համար հարացված քրեական, որովհետև հիմա ասենք ոնց է, այսօր էլ չի ասենք Նիկոլը չի ասում, իսկ քաղաքական կալանավոր ունեմ։ Աշոտյանն, չգիտեմ, ով է, Միքայել Աջապարյան, ով որ այա, չէ։ Բոլորին էլ ինքը ասում է քրեական հանցագործներ են։ Դե Ամերիկայում է, բան, Անգլիայում էլ հալածում էին, դες ասի Ամերիկայից մի հատ բան եմ ուզում ասեմ, կներեք, ես իմ պահ թողեմ։ Ուրեմն մեկ խոսքի մեջ ակամա մտքիս մեջ ուրիշ բան է, ուրիշ բառ եմ օգտագործում։ Հա, որոշում եմ ամեն անգամ հերոստատիտողին ասեմ ներողություն եմ խնդրում, էլի թուրիմացություն է, ոչ թե չիմացության արդյունք է։ Մի անգամ ըստ կարծեմ ձեր մոտ էի խոսում, թե չէ, որ ասեցի Քաջարյան պետք է ասեի Քանաքեռի զորամասը, ասի Քաջարյանի զորամասը, բայց ես չգիտեմ, գիտեմ թե ասել եմ Քանաքեռի, հետո խոսքի մեջ ուղղել եմ, բայց Քաջարյանում զորամաս չկա, էլի, ասի շատերը կարող են ասել, խափում է ինչ ասում բան։ Ես վերջերս էլ արտակի հետ որ խոսում էի, ասի բանը ծաղիկ հիվանդության մասին պետք է ասեի ջեներ բան, որ ասում էի, ասեցի բան, տուբերկուլոզի, զողիկ ցուպիկ պետք է ասեի դաժե բան, բայց ինձ թվում է ես ասել եմ ծաղիկ հիվանդություն, որ գնացի տունը նայեցի, տեսա որ բան է, լավ ուրիշ բան եմ ասել, ես ուզեմ ասեմ, հա մտածել եմ այտենց էլիա դեպքեր եղել։ Մեկ ասել եմ ուղղեմ, հետո ասեմ չուղեմ, բայց տեղել իհարկե հեսա թեմայից չեմ շեղվում, էլի օբշի ես արժեքայինի մեջ եմ ասում։ Ուրեմն նաև ուզեմ ես հերոստատիտողներին ասեմ, որ Սևակը մի հատ լավ խոսք ունի, ասում է կարևորը ոչ թե ինչպես ասելն է, այլ ինչ ասելն է։ Դա համար ես կոչ եմ անում ժողովրդին ոչ թե արտաքին այդ բարերի դրա բովանդակությունը ավելի կարևոր է։ Հիմա մենք խոսում ենք, չէ՞, էլի որ ենթադրենք Անդերսեն ասի, Անդերսոնը կարող է։ Էդի չի իրականը։ Չէ, ես արդից նաև օգտվեցի համենի ասեմ, համել ասեմ, որ ավելի լավ է փորձեն մեր խոսքի բովանդակային մասին ուշադրություն դարձնեն։ Միայն բակներին։ Հա, ոչ միայն վրիպակներին, այլև ասենք թե ոնց ինչպես ասեց, ինչպես ասենք ինչ ելեմ աղբար բանը գրավոր դիցուկ միցուկ ասեն բան որ ասեն ինչ գրական հայերենը գիտի չգիտեմ ինչ գիտի այդ գրական հայերենի պահով էլ էլի արտիստով տվեմ էլի ասեմ ուրեմն
Իմ մոտ ոչ միայն որ ես փողոց շատ եմ շփվել, ասենք մոտ 10 տարի բանտերում եմ անցկացրել, այդ դրանից բացի իմ մոտ կար որոշակի բան, հակակրանք, գրական հայերենի, հա, մամաս գրական էր խոսում, դե գերմաների դասը էր։ Քուրս էլ հայոց բանասիրական էր, չի ավարտել։ Ուրեմն 6-րդ դասն էր քուրս, ես 4 դասն։ Գնացինք խանութ, այնտեղ կոչվում էր Գեղարդ գաստրոնոմ մասիվում։ Հերթ էր, ուրեմն հերթը կանգնանք, եկավ հերթը, հասավ նոր տարվա դեմերն էր։ Բանը, քուրս ասեց, բան ներփերշիկ եմ ուզում, այդ կնիկ ասեց ներփերշիկ չկա։ Ասես չկա։ Դուս եկանք, նայեց ասма ոնց չկա, այս ասма չկա։ Ասես սասիսկի ես ուզում, դե ասես սասիսկի բան, այդ ժողովուրդը փոխանակի այդ վաճառողին կապներ ասել էս երեխեքինը։ Չթողին էլ դաժե հերթներս հասավ դուս եկանք չթողին ու ժողովուրդը մեզի կպավեսի ձևերեք թափում չգիտեմ ինչ բանման։ Քուրս իհարկե չկոդրվեց, ինքը մինչև վերջ մնաց իր գրական որն է գրեթե գերգրական է, ակադեմիական որ ասում են, քուրս տենց էր խոսում։ Մամաս գրական էր խոսում, բայց քուրս բացառիկ գրական էր խոսում, էլի, ասենք, դες Միքայել Հայրապետյանը բան են խոսում։ Դες մի հատ բան ասեմ, մի օր եկավ քուրս գրադարանը վարել, ասում ապեր, պլիտեն փչացել էր, ասում, դե ինքը տանել էր գրական խոսում, ես հիմա ին բառ։ Ասում այդ էլեկտրիկ եկավ, ասեց ի՞նչ ա եղել, ասում ասի բանը, վարդակը եղանիկը մտցնում են վարդակի մեջ, էլեկտրական սալիկը ճարճատում է։ Ասում ինչ քուրջան։ Ասում եղանիկը մտցնում են վարդակի մեջ էլեկտրական սալիկը ճարճատում է։ Ես խնդրում եմ աղջի հերիք հայելի մարդկանց անհարմար վիճակում ես դրանց ձեռեսա։ Հա, չասեք շտեպցելի մեջ, վիլկեն մտցնում եմ շտեպցելի մեջ, պլիտեն տրակում ա կամ եսի մեզ ալեմ։ Չէ, եղանիկը դի մտցնում վարդակի մեջ ճարճատի։ Հա, որ ճարճատի էլեկտրական սալիկը։ Հիմա սա ինչի, բայց քուրս միշտ էր տես խոսում։ Ես էլ ինչ որ ոչ միայն համ հասարակության մեջ կար, որ ովքեր գերգրական էին խոսում, միշտ մտածում ենք էսի կամ Պաշտոնյա բան սովետի ծառայել սովետ պետությանը ոչ միայն ես դաժե սովետին այսօր սիրող մարդիկ սովետի ժամանակ չէին սիրում պաշտոնեությանը համարելով նոմենկլատուրային այսպես հա նոմենկլատուրային ապրես հա ու ովքեր այդպես գրական հայերենով են խոսում որ հետարքիր որն է մլիցեկներ են իրանցից հույս տալում որ մեկը գրական հայերեն է ես երևի մենակ մլիցեկի վախտ էի գրականով խոսում որ կոմունիկ չդառնար էլի հա հիմա սա նաև ինչի համար եմ ասում էլի այս առիթից օգտվում եմ որտեվ Ինձ շատ են ասում են գրական խոսաբան, հա գրական խոսաբան նստեմ էլի դες բարերը փնտրեմ, նես չի որ իմ գրավոր խոսքը Նարեկ ջան, առիթ ունեցել եմ ասում, գրավոր խոսքը միայն գրական ու էերով է։ Ես ասենք բան չի էլի որ բայց բանավոր խոսքս ընկեր Բութանյա ծավը մեծացել եմ, Թոխմախ գյոլ մեծացել եմ, ընդ ասենք հնարավոր չէր որ ասեք ուրի ձև խոսայի էլի Ժանջան խոսեք այնպես ինչպես էլի հա սա առիթից օգտվում սա էլ է արժեք որտեվ կարող է հիմա ասեն խոսում արժեքներից բայց ինքը ժարգոնով է խոսում բան անում հա այնքան մարդ կար ունեք Իգոր Մուրադյանը Ղարաբաղյան շարժման հերոսան չէ համարվում խոսում էր ռուսերեն կամ խոսում էր Ղարաբաղի ակցենտով կամ Բաքվի հայերեն բարբառով էլի հա լիքը հայ գրողներ կան ասենք Շիրազի հետ խոսում ես ինքը գրական գրում էր չէ բայց ինքը խոսում էր լեննականի ակցենտով հա ծոմո էր ասում ուր ինչ կսես ես ինչ կանես բան ասիկա նես չի որ դրանով պետքա որոշել բանա եթե մի անգամ ինձ Բերթը մեկ ասեց ախպեր ասեց այդ ծառերը տնգելուց չգիտեմ ես իմ այգին ոնց են մշակում մի կարքին տղա է ինչի հիմա անգերություն ենք անում Ասացի ես շատ գիտեմ, ասես ախպեր, հենց ուզում ես երկրի ղեկավար ես, ասես ախպեր, հո ես այգեպան չեմ ուզում ելեմ, որ ասեք այգեպանել էի կարաս կպնես, ասես չգիտես ծառը ոնց են տնգում, ուզում ես այգեպանել ես կամ այգեպանների շեֆը։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասեմ, այսինքն ուզում ասեմ, որ տենց եթե ես իմ մտքերը կարամ անմիջական սենց ամբռնազբոսիկ, այսպես ասած, խոսամ մտքերս շարադրեմ, ես նաև ուզում եմ արդից օգտվեմ կոչ անեմ, որ ավելի շատ ոնց որ նոր ասի, թող մեր մտքերին լսեն ու հետ գանք նորից արժեքների պահով ասեմ մշակույթը տեսեք ինչ կա մեր հիմիկվա մշակույթն էլ է նեխած հիմա ես չեմ բացառում կարող է կամ բանաստեղծներ Ես արդեն ուրիշ ձև մոտենամ, էլի, մենք ինչից խոսեցինք, ասացինք, որ 1045 թվականից հետո, այսինքն Բագրատունյաց Հայաստանի անկումից հետո, եթե խոսում ենք այս արեալի մասին, այս տարածաշրջանի մասին, որտեղ հայերը բնիկ ժողովուրդ են, մենք բացի մի քանի բացառիկ այսպես երևույթներից, որպես այդպեսին չենք ունեցել էլիտա եւ հասարակություն, որը պատրաստ է եղել կռիվ տալ անկախության համար, հա? Այսինքն մենք ունենք, չգիտեմ, Դավիթ Բեկի ֆենոմեն ունենք, Մխիթար Սպարապետի ֆենոմենը ունենք, առաջին հանրապետություն, Հովսեփ Էմին, այդ Էջմիածնի գաղտնի ժողով, չգիտեմ, մյուսը եւ այլն, բայց մնացած առումով օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով չկա։ Հիմա
ու սովետում, որը դասյակներս, որ ընդհատեցի էլի 1000 անգամ ներողություն։ Սովետում էդ էլ ցավոք սրտի կամ ինչ վատ է, էլի, ինքը էդի չէր տալու մեզ։ Շատ բաներ տվեց, որ էլի նախկինում չունեինք։ Հա, բայց անկախություն պատը։ Բայց անկախություն չէր տալու։ Դե հա, ու պետք է 91 թվին դա լիներ, էդ էլ չարեցինք, բայց շարունակեք։ Հիմա ասելուս ինչ է, հիմա եկել է մի հատ իրավիճակ, որտեղ կա պետական ռոպագանդա առայն, որ երջանկությունը, հասարակության կարևորագույն գագաթնակետը, այսպես պետական ռոպագանդան է մեծ հաշվով, դա կուշտ ապրելն է, բաց սահմաններով, ժամանակի զարգացվածության մակարդակով եւ այլն, առանց ազգային որևիցե ամբիցիաների եւ առանց այն արժեքների, որոնք ըստ օրվա իշխանությունների կեղծ են եղել եւ մեզ անընդհատ կոնֆլիկտի են տրամադրել մնացած այլ պետությունների եւ ժողովրդների նկատմամբ։ Սա մի տրամաբանություն է եւ երկրորդ տրամաբանությունն էլ կա, որ չէ, ամեն ինչը սխալ է, այս կոմ եւ այլն, բայց դրա հետ միասին մենք անպայման պետք է ինչ-որ պետության հետ լինենք, որպեսզի կարողանանք ապրել։ Հիմա ինչի եմ ամբողջացնեմ, հա, պատկերը մոտավորապես։ Եթե տենց է, եթե այդ ամեն ինչը սրա մասին է, ուզում եմ հասկանալ, իմաստը ո՞րն է, եթե մեր հասարակությունը մեծ հաշվով ունի այդ կոնսենսուսը։ Իմաստը ո՞րն է խոսել արժեքներից, խոսել պետականությունից, խոսել անկախության, բայց անկախության այն տրամաբանությունից, ինչի մասին որ դուք եք խոսում, ոչ թե այն անկախությունից, ինչի մասին որ տարբեր ձևերով խոսվում է։ Իմաստը ո՞րն է մատի ու մատանու արանքը մտնելու։ Դե հիմա նայ, պատմությունը շատ այսօր ամենապրոբլեմային թեման է դա, գիտեք, պատմությունը ասենք որ նայում ես, շատ ժողովուրդներ իրանք վերանում են, հենց այս իրավիճակը, որ դուք նկարագրեցիք, այդ իրավիճակի արդյունքում կամ հետևանքով։ Բայց ասենք օրինակ մի հատ Գումիլյով կա, Լև Գումիլյովը։ Հա, իհարկե։ Ինքը այնտեղ որ գրում է, ասում է պասիոնար ժողովուրդները կազմված են երկու շերտից։ Պասիոնար եւ հարմոնիչնի։ Այո, հայերեն երևի ներդաշնակ է, ինչա հարմոնիկ ներդաշնակ, այո։ Հա։ Ասում է ժողովրդների մեծամասնությունը, որ ասենք մի 80% ասում է, ելնում են հարմոնիկները, մի 20%-ը, ես պայմանական եմ ասում, կարող է 10-90 լինի կամ ոչ եմ։ Պասիոնարները, ասում է, ազգերը գոյատևում են պասիոնարների հաշվին, այդ փոքրակ քանակ տոկոսի հաշվին։ Համաձայն եմ։ Ասում է, հարմոնիկները իրանք նյութական բարիք ստեղծողներն են, ասենք աշխատատեղեր են բացում, չգիտեմ, բոստան են մշակում, սնունդ են տալի ժողովրդին բան, բայց ասում է իրանք էլ ընդունակ չեն արտաքին վտանգների դեմ այդքան պատերազմի, չգիտեմ, ու ըստ մենակ զինվորականներին նկատի չունի, երբ որ ասում է պասիոնար։ Ինքը ասենք նաև ասենք Կոլումբոսին համարում է պասիոնար, որը գնացել է արկածախնդիր է մի քիչ, գնացել է բացահայտել է, էլի։ Նպատակամաված, մոտիվացված, հա, ով որ տեզերանավազ ստեղծում է դրան էլ է, հա։ Պասիոնար ոնց որ այդ լիցքավորված տոլի մոտիվացվածն է, էլի մի խոսքով, հա, ինքը այդ պասիոնար բառն է օգտագործում, ինչ որ լատիներեն բառ է, ինչքան գիտեմ։ Ու ինչ ասում է հետարքիրեն ասում է, որ պասիոնարները սերունդ ամեն անգամ երբ որ ժողովուրդը վտանգի մեջ ալում, իրանք գնում են առաջինը կռիվ են անում, հաղթում են թշնամուն, ապահովում են բարեկեցություն, անվտանգությունը, եւ ասում է, երբ որ խաղաղ պայմաններ է, այն հարմոնիկ շերտը, որը բարիկներ ստեղծող, տուն կառուցողած, արտընկողաբան, ասում է իրանք սկսում են ապրել ու լավ զգալ իրանց բարիկ ստեղծելով, բայց ասում է Իշքան խաղաղությունը երկար է տևում, այնքան սրանք մոռանում են պասիոնարների զասլուգան, այսպես ասած, էլ իրանց որ իրանց շնորհիվ են հանգիստ ապրում, հետո շատ հաճախ ասում են, մտամ դով ես արա, ոչ ծառ ես տնգում, ոչ ես, ոչ են, հավայի ապրում ես, բան, որտեղ դե կռիվ չկա, այն մարդը երեք կռիվ անել գիտի կոպիտ, ասես կամ ես իմ կարա մեկը գյուտանի, բայց հո բոլորը չեն, որ դառնում են տաղանդավոր հանճարեղ գյուտարարներ, բան, ու սկսում են սրանց անտեսել, թերագնահատել, իրանց զասլուգան չգնահատել, մինչև ասում է, գալիս է հաջորդ պատերազմի վտանգը։ Եվ որ ասում է հաջորդ պատերազմը նորից գալիս է կայնում է չոքում է դռանը, ասում է նոր իրանք հայացքներ ուղղում են պասիոնարներին։ Բնական ասում է, էլի պասիոնարները համախմբված իրանք գալիս են, համախմբում են, նորից թշնամուն հաղթում են կամ պայքարում են, թեկուզ փոքրականակ դառած, ու ասում է նորից նույն process-ն է լինում, բայց ասում է ամեն սերունդի մեջ պասիոնարի տոկոսը պակասում է, քանի որ ասում է որպես կանոն ջահել են մեռնում պատերազմում, ժառանգ քիչ են թողում, գենետիկական էլ փոխանցումը այդքան բան չի, ու ասում է տենց հետո ասում է գալիս է մի պահ, պասիոնարները տեսնում են իրանց պետության ու ազգի մահը։ Ասում է նես չի որ չեն տեսնում, էլի,
այլ տեսնում են ասում, հելում գոռում են, աղաղակում են, որ կործանվում է կարակ, ու ասում ոչ միայն տեսնում են, որ կործանում եք, այլ փրկության երգել են տեսնում, բայց դիմում են ասում այս 7-1 այլ ընդունակ չի։ Պասիոնարներ ասում արդեն կորցրել է քրիտիկական տոկոսը, որ ինքը կարողանա իր շուրջը գեներացնել։ Բան փոխի։ Հա, ինչը փոխի։ Ինչ որ բան փոխել։ Հա, մտնոլորտը էլի իր շուրջը բան, ասում են իր այդ շերտը չի հերիքում, որ նորից կոնսոլիդացնի, որ կարողանա բան փոխի, նորից ազգին երկարատև կյանք տա։ Հիմա, այսինքն, այս process-ը խի մի քիչ երկար եկա քո հարցին, ձեր հարցին պատասխանեմ, որ իմաստը կորումա թե չէ։ Այսդեռ մի բան ասեմ, եթե բնական է, եթե հիշողությունը ազգային արժանապատվություն, դաշի տարական մարդկային արժանապատվության առաջնվող է։ Մենք շատ հաճախ ասում ենք մեր ազգային արժանապատվությունը նսեմացվում է Նիկոլի քաղաքականության արդյունքում, բայց կարանք վերլուծենք, որ տարական մեր մարդկային արժանապատվությունն էլ է նսեմացվում։ Հատկապես տղամարդկային արժանապատվություն շատ դեպքերում։ Ու եւ տղամարդկային հատկապես եւ նենցն էլ ասեմ էլի, օրինակ, տես մարդը եթե չի կարող Ղարաբաղում էթա իր ծնողի գերեզմանին, իր երեխու գերեզմանին կամ քուր աղբոր գերեզմանին, արդեն որ մարդկային է, էլի ազգայինը թող։ Մարդկային արժանապատվությունը, ասենք ասի ուզում եմ էթամ ասես խիչս, էթամ ասի չեմ կարող, մեն դե թուրք եկել է, որ էթամ կսպանի։ Ու բարձելի ասենք, որ ասես բան Թուրքիա Ադրբեջանում ինչ գործ ունեիք դե եք ապրե, ասի չէ դե էդի որ մենք դե հայերով ապրում էինք մերներ բաններ, հետո թուրքերը կարծում է օկուպացիալ ապրում եք, էլի ագրեսորներ։ Դե այլ հարցի մեջ այդ մարդը ապրում են ինքը չգիտեր օկուպացիալ թե չէ։ Երբ դրանք Նիկոլը գիտեր, Ալիևը գիտեր, ասեք Մոսկվան ու Ամերիկան գիտեին խոսքի օրդակ։ Այդ մարդը դե ապրում էր, ինքը ոչ մի բանը չգիտեր օկուպացիալ թե չի օկուպացիալ, դե ծնվել է, բոլորը ծնվել ապրել են, հիմա ինքը կարող օկուպացիա բառը չէ հասկացել որ հենց մի հատ էլ իմանա։ Բայց ուրիշ օրինակ կբերի անգամ Երևանում էլի, ես իմ աչքերով ականատես եղա, որ կարծեմ Ապրիլյանի Ապրիլյան քարորիայի ժամանակ զոհված բաններ, այդ տարելիցներ, հա, Եռաբլուրում իմ աչքերով ականատես եղա, որ Պաշտպանության նախարարությունը ծաղկեպսակ էր ուղարկում մի հատ տաքսիով, այսինքն ոչ մի զինվորական չայցելեց պետական զինվորական բան։ Ու նայում էր ասում էր դա արդեն մի քիչ բան է։ Այդ մասն էլ ուզում ասեի, էլի, էդ էլ է մարդկային արժանապատվություն, ոչ միայն ազգային։ Ասենք պատկերացրա մարդուն տարել են բանակ ինքը զոհվել է։ Կապ չունի հերոսական թե ոչ հերոսական։ Բա հայրենիքը զորակոչել է կամ կամավոր գնացել է զոհվել է։ Հանուն հայրենիքի զոհվել է, այո, հանուն հայրենիքի էլի իրան անձի համար չի եղել։ Ճիշտ է, անձի մաս կա դե, բայց օբշի բոլորիս համար է զոհվել, ու հիմա ասում են դա անիմաստ պատմություն է եղել, ոչ եմ սխալ է արել։ Այսինքն դրա ծնողը կամ ասենք դրա փոխարեն մտածողի քուրը աղբերը ենթալենք։ Ասեն այսինքն ոնց անիմաստ գնացել ենք, սխալ տեղը գնացել ենք։ Այսինքն դառնում է մեր հերնումները մեզ սխալ են դաստիարակել։ Բա խիմերավ այդ մարդը եթե։ Հա, էլի, բա եթե չէ, դառնում է որ իրանք ինչա սխալ են դաստիարակել։ Այսինքն Նիկը բոլոր ժողովրդերի մեջ չկան որ բանը, ասենք պատերազմալն ձգտում են կամ կաշառքով ազատում են կամ դասալքում են, փախտում են կամ երկրից դուրս են գալի բան, այն Ռուսաստանն էլ կա, չէ՞, տենց թողում են փախտում են, Ուկրաինան էլ կա, բոլոր տեղերն է կա, չէ՞։ Բայց հիմա այդ մարդկանց ոչ ոք չի գանահարում, այսպես ասած, փախտողներին։ Բնական է, քննադատության մեջ իրանք բացական օրինակ են բերվում, բայց դες չի որ տանեն գնդակարեն, ու կարող է ինչ որ պատերազմական համապատասխան վիճակում առաջներում անեին, բայց ավելի շատ գովերքվում է այն մարդը, որը կամավոր նկատվում է հատվածը գովերքվում է։ Հա, այն հերոսական հատվածը, որ կամավոր գնացել է բան։ Մյուսներին չեն նկատում ուղղակի։ Այն մնացածը չէ, կարող են ընդհանրական են ասում։ Հա, բայց չեն ընկնում հետո։ Հա, էլի որ ասենք հատուկ, բայց այստեղ այն ովքեր որ իրան գնում են հայրենիքը պաշտպանելու, սրանց այս ինչ որ հիմա արվում է, սրանց է սկոտրում դու փաստորեն։ Այն փախտողները հիմա ոչ մի բան սաղը փախտում են իր հարևանը կշփվի թե չէ, հարգանքով կշփվի թե ոչ հարգանքով, այդ իրանց խնդիրն է։ Բայց հերոսներին արժե զրկելը դա ժողովրդի մահն է։ Հիմա հետ գանք նորից ձեր ասածին, արդյոք իմաստ կա թե չէ։ Եթե մենք վերցնում ենք մարդկային արժանապատվությունը, նսեմացվում է այս ամեն process-ում։ Բայց դեպքում ինչի իմաստ չկա։ Կամ պետք է բարիլ ենք ընդունենք, որ մեր ժողովուրդը մարդկային արժանապատվության ընկալում չունի։ Այսինքն դա նշանակում է ստոր անհատապես քաղաքացի որպես քաղաքացի, որպես անհատ մարդ, որպես անձ դաժե թե ոչ անհատ։ Ինքը չունի արժանապատվության զգացում։ Հիմա այդտեղ փողոցում հարցնենք, տենանք մարդ կա, որը կասի, հա, ես չունեմ արժանապատվության։ Չէ, դες մարդ չեմ
պատկերացնում։ Բայց երևի թե ընկալման հարց է, ինչն է արժանապատվություն, ինչը։ Էդ էլ այլ հարց է, որտեվ ես ունեմ մանկության ընկեր ինձ ասում էր ախպեր, ասում է, օրինակ ասում է Պուտինը իրանք են ռուսամետ էին, էլի։ Ասում ախպեր զարմանը փողոցում մեկը ինձ արա ասի կարող է դանակը կողեմ փորը թափեմ, բայց Պուտինը մեր ազգի հանդեպ սես բաներ անում, ասեք վեկալելա Լենինը ղարսը տվելա Թուրքի։ Ես ասում եմ դրանից ոնց որ իմ արժանապատվությունը չվիրավորվի, բայց գիտակցորեն հաշվում եմ, տենեմ դու ճիշտ ես ասում, ելի ավելի մեծ չարիք է էլի իմ հայ լինելուն եւ իմ ազգին։ Բայց ասում եմ ես դրանից ոնց որ իմ ազնական արժանապատվության վրա ոնց որ չեմ զգում էլի վիրավորանք։ Դա նորից եմ կրում, դա դաստիարակության արդյունք է։ Հիմա եթե ինքը չի էդի զգացը, որտեղ այդ դաստիարակությունը պետական ապարատից չի ստացը, բայց գիտակցությունն էլ հո հերիքում է ինքը հասկանում է դա։ Այդտեղ մի քիչ հույս կա, որ նմանը քեզ կարա վաղը դառնա սայուզնիկ։ Բայց եթե այդ գիտակցությունը նաև չլինի, տեստե մի հատ նրբություն կա։ 90-ականներին մեր ժողովուրդը սովի ծանր փուլ տարավ, էլի պատերազմին բանին, ու դա ասենք շատերը արդյոք օգտագործում են, ասում են, այս Ղարաբաղն է, այս այնա, ոնց որ խաբության նոխազներ էր ժողովուրդը մանգալի, մեղավորներ էր մանգալի, տենց հեշտ էր, էլի շարը գցել Ղարաբաղի վրա բան։ Պետությունն էլ բան չարեց, մանավանդ որ Լևոնը ասեց Սերգո ջան, լավ չես ապրելու բան։ Միակ բանը երևի որ ես Լևոնին մի քիչ քննադատում եմ, էդիա, բայց էլի մտածեմ ինքը դա ասեց, որ ժողովրդին բերի տես կոնֆլիկտը հաղթահարելու ճանապարհը։ Հա, իր խաղաղության ծրագրին, էլի տես ապշելու բան է, էլի նրան մերժեց, նու ճիշտ է, ուժայինները մերժեց, որտեղ վստահ եմ ժողովուրդը չէր հելն, ինքը կարար ժողովրդի հետ խոսար, բացատրեր։ Բայց ուժայինները մերժեցին, ժողովուրդը իրան չպաշտպանեց։ Օրինակ այս թեմայով նոր խոսում ենք Վանոյի հետ, այս որ այս ասում էի պետքա կոչ անել բան, ասեց շանտ ասես մեր ասես դեգոլ ես դեգոլի օրինակն էի բերում, որը երկրորդ անգամ եկել է իշխանությանը Ալժիրի պատերազմի կոնֆլիկտի վրով, չէ։ Վանոն ասեց ախպեր ասես մեր ժողովրդին մի համատի ֆրանսիացիների հետ։ Ճիշտ է, մի քիչ առաջ դուք ընդեղացիք, որ ու լրիվ նման է, ճիշտ եք ասում, որ Հիտլերը գրավել էր Քարսուն տվին, լրիվ հարմարված ապրում էին, էլի, ոնց որ հիմա մենք։ Բայց պատերազմից հետո բանը Ալժիրի դեպքերով Վանոն ասեց ֆրանսիացիք ասեց, երբ որ դեգոլը կոչ արեց, որ հելել են իմ դեմ հեղաշրջման, կոչ արեց ժողովրդին ասել գնացին զորամասերը գրավեցին։ Խաղաղ քաղաքացիները ասում են հելում են պատերով սս բարձանում, մտնում են զորամասերը գրավում են, որ չհելեն տապալեն էլի դեգոլին, պրեզիդենտին բան, ասես մեր մոտ որ Լևոնը կոչել աներ ժողովուրդը չէր պաշտպանի։ Կարող է նաև դեմել չհելներ։ Հիմա տեսեք, որ դուս որտեղ եմ գալիս, ինչի համար եմ ասում, այսինքն կա արժանապատվության ընկալման, եթե չենք բացատրում, չէ, ասեցի այդ ցուրտ ու մութ հայեղը մեղավոր են համարը Ղարաբաղը բան, չէ։ Ես կարծում եմ այդ երեխեքը, որոնց ծնողները դժվար էին պահում իրանց երեխեքին, զրկանքներով էին ապրում բան, ու այդ պահին նրանք տենում էին, որ ինչ որ մեկը պաշտոնյա, նրա երեխեն ավելի բարեկեցիկ է, այլ մի բան էլ ավել բարեկեցիկից, ու իրանց թվում էր, որ այս իրանց ընտանեկան դժբախտության պատճառը փող չունենալն է։ Ոչ մի կարող, հա, նախ փող չունենալն է, այլ հարց թե որ ինչի չունի ինքը փող, որտեղ ոչ թե ինքը անխելքական ես իմ ընդունակությունն է ցածր, այլ որտեղ Ղարաբաղի հարց կա, բան, ու համընդհանուր ոնց որ այդ երեխեքի մեջ դարավ որ փողը բոլոր խնդիրների լուծումն է։ Ու ցավալին որն է, որ Հայաստանի իրականության մեջ իսկապես փողով խնդիրների լուծելու մեծամասնությունն է, էլի, որ ճնշող ոչ թե մեծամասնություն, այլ ճնշող մեծամասնությունը։ Ես մի օր Ամերիկայից մի հատ բժիշկ կար, կարգին մարդ էր Արայիկը, ասեցի ստե ասում են, «Բայց դու խելացի ես խես քյասի»։ Ես ասի համաձայն չեմ, ասում են Ամերիկայում տես խոսքը, ասեց հա Ամերիկայում կա, որտեղ Ամերիկայում իսկապես խելացի մարդը չի կարա քյասիբ լինի, բայց Հայաստանի այս իրականության հետ չի կարելի այդ նույն խոսքը ասել, ընդհանրացնել, տեղայնացնել բան։ Հիմա սա ինչ եմ ասում, այդ երեխեքը իրանք մտածեցին փող ունենալու համար ուրեմն ինչա պետք։ Իրանց ծնողների, ծնող պայմանական եմ ասում, որտեղ մեկի ծնողը կարող է ինժեներել, մեկի բժիշկ, մեկը ուսուցիչ, մեկը չգիտեմ, ճարտարապետ, մեկը եսի ինչ, բայց կարող լինել նաև զավոդի բանվոր։ Ես պայմանական եմ ասում։ Հիմա իրանք տենում են, որ իր ծնողը, ասենք, ստանում է ենթարենք 27 դրամ, չգիտեմ 152 դրամ, այդ 90-ականների որ փողերը փոխել էին, չէ։ Ասենք դասատուն անհեռանկար է։ Ինքն էլ իր երեխեքին չի կարող, պետք է պահինես ոնց որ իր հերը ուսուցիչա կամ ինժեներա կամ էսա, տենց է պահում։ Այսինքն սովետից եկած բոլոր մասնագիտությունները
սպիսատ եղած վիճակում էին, ոնց որ իրանք փող չեր լում, նես փող որ կարային։ Բայց ու դժվար է մարդկանց այդ պահին բացատրել, որ հանուն ավելի մեծ նպատակի դու այսօր կարող ես նախ չկարել այդ մասը, այդ հանուն մեծ նպատակին այտենց հեսա այդ մասին մի թեթև էլի կխոսանք, եթե բան չի էլի կարևոր եմ համարում իսկապես։ Ոչ եմ, այս երեխեքը նայում են, դասատուր են, ոչ մի բան չեն կարողանալու երեխա պահեն, ինժեներել են չեն կարա, այս ինչը են չեն կարա, մի քիչ բժիշկն այն էլ խոսակցության տեղիքա տալի եւ այլ, իրանք մտածեցին, բայց քանի որ հասկանում են, որ պետք է մեծանան աշխատանք ունենան, սկսեցին այն պրոֆեսիաների վրա եթալ, որը արտասահմանում խադավոյ է։ Ասենք այդ ծրագրավորողների բանը process-ը որ մտցրեցին, որտեվ նրանք են վճարում, նրանք է բարձր են վճարում։ Ես որ ես իմ բրոշուրները որ տպում էի, տանում էի բան, մի քանի գրախանութ կար են բուկինիստը բանը։ Ես էժան էի դնում, որտեվ ինձ որ մենար կարող ձրի բաժնեի, բայց սիմվոլիկ գումար էի դնում։ Ինձ այդ աշխատը ես մտածում էի, ասում էի էժան ժողովուրդը կարող է ուզում կարդա փող չունի բան, բայց իմ գրքերը շատ էր ծախվում, ու շատ պայմանական եմ ասում, ասեք կարող է 100 հատ, 200 հատ ծախվեր, հրապարակ գնացել եմ, այդ աշխատողները ասում են քո գրքերից շատ մենակ ծախվում են մասնագիտական գրքեր, ուրիշ ոչ մի քաղաքական, չգիտեմ այլ գրական բանի հրատարակություններ չեն ծախվում, ասում են ինչ մասնագիտական, ասում են ասենք անգլերեն լեզու, չգիտեմ ինչ բան, ու ես ու մենակ մի գրախանութում չէ, այդ փուլում եկան եզրակացության, որ այդ սերունդները միայն մասնագիտական, այսինքն իրանց այլ ինտելեկտը քիչ հետո վերջում ուզում դրանով փակեմ, էլի մասնագիտացումով կփակեմ, այսինքն մասնագիտական իրավիճակը։ Էլի հետ գանք, բայց հարցին էլի որ ասում ինչ իմաստ ունի այդ դեպքում սենց ապրելը, ես էլ ասում եմ, որ ի վերջո այդ մարդիկ երբ որ կկորցնեն մեր պետությունը, իրանց ազգային ինքնագիտակցությունն էլ կկորի։ Իրանք sense tendency ինչ որ մի ազգի, ինչ որ մի պետության քաղաքացի են լինելու։ Իրանք սկսելու են կրել այդ ազգի Ես մի քիչ ոչ թե պետության կորստի մասին եմ այդքան վախենում, Շանթ, այլ ավելի վախենում եմ կամ չեմ վախենում, ականատես եմ եւ ենթադրեմ ականատես ենք պետության բովանդակազրկմանը։ Հա դե բա պետության ոչնչացումը նախ պետության բովանդակազրկումով է։ Աշխարհի քաղաքական քարտեզի վրայից ոչ թե Հայաստան պետության վերանալու մասին է խոսքը, այլ դա տարածքի ամբողջովանակ։ Ես մի բան ասեմ, կներեք որ ընդհատեցի։ Այո, գլխավորը նայեք, 91 թվին մեր ժողովուրդը պետականության բովանդակություն չի ունեցել իր հոգում սրտում։ Օրինակ ինքը լավ պատկերացրել է Ղարաբաղը ինչի է ուզում։ Նախճեվանը կա Մասիսարը բան, չոտքի պատկերացրել, որտեղ սերունդ դաստիարակվել է։ Բայց անկախ պետականությունը մեր ժողովուրդը ինքը նախ չի ուզել եւ հետո չի էլ պատկերացրել, որ մենք խոսք ենք բացում, իրենք չեն էլ հասկանում։ Ստիպված ասում ենք օրինակ վատա որ ասենք բանը ասենք Հայաստանի ֆուտբոլի թիմը աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը բալեստիկների մեջ ասենք այդ էինք ասում ենք Խորեն Հովհաննիսյանին երբ ուզում խաղցնում են, երբ չեն ուզում չեն խաղցնում։ Հա, բայց սբորնի նոր մի քիչ հասկանում էին։ Այսինքն իրանք ավելի շատ պետական անկախ պետության գաղափարը այլ կերպ էին նայում, էլի ասենք ասում էին, չգիտեմ, բանին այս ինչին սբորին չեն վեկալում սովետի բան, էլի ասենք կենցաղի ավելի շատ այն շոշափելիքով էլի բանը շոշափելիքով էին նայում բան ու քանի որ բովանդակություն չունեին, բայց հայ ժողովուրդը իր պայքարի արդյունքում չի ստացել իր անկախությունը ձեռք բերել։ Դա ասենք սառը պատերազմում Ամերիկայի գլխավորած ՆԱՏՕ-ն հաղթել է սովետի գլխավորած Վարշավյան դաշնագրի երկրներին ու եթե հետեթանք պատմությունը, ասենք այսինքն անկախություն նվեր է եղել։ Հա, հենց այա ինչա, նվեր է ինչա, չգիտեմ։ Հա, որ օրինակ տեսեք, ընդհանրապես աշխարհում երկու ձև կա պետության ստեղծման։ Մեկը սեփական ժողովրդի հետևողական պայքարի արդյունքում, ասենք ունենք ամերիկացիք տենց են ստացել։ Մեկը աշխարհակարգի փոփոխության կամ փլուզման արդյունքում։ Արտաշեսյան, Տիգրան Մեծիկասյանը, Սելևկյանների, հա, բազմաթիվ անգամ էդի ասել ենք, էլի, Հռոմը խփեց Մագնեսիայի ճակատամարտում, բայց էլ չէր պրծեին բանը Կարթագենի կռիվները, կիսատ թողեց, բայց ասեց ով Սելևկյան պետությունից Իրան անկախ ճանաչի կհայտարեն, ճանաչեն պետությունը եւ մեր դաշնակիցն ու բարեկամը պաշտոնապես Հռոմի բարեկամ եւ դաշնակից կարգավիճակը կտանք։ Այսինքն հետագայում էլ արաբները բուզանձեին որ ջարդում էին, բայց չէին կարող գրավեին, իրանք պատրաստ էին հայ
իշխաններին թակ տալու, բան անելու եւ այլն։ Այսինքն բոլոր դարերում, ասենք 1918-20 թվականի մեր պետությունը Վրաստանի կամ Ադրբեջանի, դա ռուսական կայսրության փլուզման արդյունք էր, էլի։ Ուզում եմ ասեմ, եւ կամ այտենց են ժողովուրդները ստեղծում պետություն, կամ ինքն իրանց ներքին դարերով պայքարի արդյունքում իրանց իմունիտետի հաշվին, որը ավելի հազվադեպ է ու գնալով Իռլանդիա օրինակ։ Հա, ասենք այո, շատ այս մեր օրերի մեջ Իռլանդիան, Ամերիկան մի 200 տարի առաջ 250, իսկ այս օրերի մեջ Իռլանդիան, այո։ Էդ էլ գնալով քչանում է, որտեղ սա վերահսկել են արդեն։ Հիմա սովետ, այսինքն մենք ստացանք որպես նվեր ձեր ասացի պես, ճիշտ է հայը ժողովրդի մեջ էլ են պայքարողներ եղել, բայց դա բավարար չէր, ասենք այդ մի 100 հոգին որ ներուժը հա չէր ելնում, այսինքն դե ուկրաինացիքել էին պայքարում, պարիբալտիկացիքել էլի չէր հերիքում կայսրության հաղթել, մինչև ՆԱՏՕ-ն ընդդեից հաղթեց։ Հիմա մենք ձեռք բերում ունեցանք, ոնց որ 1918-20 թվին, ու երբ որ ունեցանք նաև մի 30 տարի ժամանակ, ես երբեմն դա ասում եմ պատմական լուֆտ, էդի համարում են պատմական լուֆտ, որ յուրաքանչյուր ժողովուրդ իր կյանքում ստանում է պատմական լուֆտը, հիմա թե Աստվածա տալի, թե գերտերությունը, ես չգիտեմ։ Մենք այդ 30 տարում կարայինք դաստիարակեինք այնց սերունդ, որ մենք ասենք այս ձևի վիճակում չհայտնվեինք, այսինքն նույնիսկ պատերազմ պարտվելուց էլի այս ձևի չպարտվեինք։ Որտեղ պարտությունն էլ է պետության համար, բայց պարտությունից հետո բան դառնալը, Գերմանիայի պես երկիրը ոչնչացավ, պրծավ, Ճապոնիան ոչնչացավ, պրծավ, բայց իրանց ներքին իմունիտետը ունեցան, որտեղ իրանք իրանց արժի համակարգը ունեին այնքան ամուր դարերով, որ իշքամ է ջարդին, մեկը այդ իմունիտետը գլուխ բարձրեց, էլի։ Իմ վախը ի՞նչն է, էլի։ Հիմա կներեք, հետ եմ գալիս ձեր ասացին, բայց նաև հələ պետության բովանդակության մասն ենք ասում, որ դուք ամենամեծ մտահոգություն եք, ես հենց այդ բովանդակության մասին էլ ասում եմ, որ մենք պետությունը ստացանք, պետքա լցեինք բովանդակություն, որտեղ չունեինք, բայց բովանդակությունն էլ մեր երազանքներում չունեինք։ Սա էր եղավ խնդրեմը, բայց որ պետությունը ակամա ստացավ իշխանությունը, ինքը պետք է փորձեր բովանդակություն ձևավորեր, բայց ինքն էլ մենակ գրեց սահմանության վրա գրեց բանը։ Մեր դարավոր իղձը իրականացավ, բայց հաջորդը դարավոր իղձ չի ունեցել, եթե ունենար ինքը կստանար, հա։ Ես ասում եի Բաբկին Ալեքսյանի հետ եմ խոսում, ասում եի ճիշտ կլներ գրեք, որ պետության ազգերի երջանիկ գլխավոր յուրաքանչյուր մարդ ուզում է լինի երջանիկ, այդ Պլատոնն ասելով ասել է։ Երջանիկ լինելու համար ինքը պետք է ունենա արդարության զգացում։ Արդարության զգացումը վերջի 2000 տարվա քաղաքակրթությունը եկել այն եզրակացության, որ արդարության զգացում լինում է, եթե պետության վրա այդ ազգը բանը կարում է ապրի օգտվի ազատությունից, հավասարությունից եւ եղբայրությունից։ Հիմա պետությունը ինչի էր պետք էր որ այդ արժի օրինակ խոսքի բանը արդարադատությունը պետության ինչի է պետք։ Խոսքի ինչ են ասում, դատարանները, բաները, չէ՞ որ ուժեղը չճնշի թույլին, բեսպրեդել չանի, չէ՞։ Մարդ սպանվի, չկողանա, ասիկա դա ուժ բանա, կազմակերպված ուժ է։ Լեգիտիմ ուժ է։ Որպեսի, հա, լեգիտիմ ուժ է, որպեսի մարդիկ գոհ ու երջանիկ ապրեն կամ առնվազն դժբախտ չզգան։ Այո։ Հիմա որպեսի դա առնվազն դժբախտ չզգալու հարց է, բայց երջանիկ լինելու համար էլ այդ նույն պետությունը պետք է իր ճակատին գրի ազատություն, հավասարություն, եղբայրություն, դա սկսի կյանքի կոչել, որ նախ գլխավոր բովանդակությունը դա է, ու եթե մեր մոտ այդ կյանքը ավելի երջանիկ զգացում բերի մեր մոտ, այդ կլինի բովանդակությունը ու կարող է ոչ թե հայերը չուզեն ուրիշ տեղ եթան, ասեն դա մենք հայ ենք հպարտանան, ասեն մենք դրա համար կարացինք, Ֆրանսիայում կներես, ասեն այդքան լավ չկարացին այդ երջանիկ կյանքը սարքեն եւ որ առաջին իրան գնացին հավասարության, ազատության, եղբայրության, բայց մենք ավելի լավ, այսինքն պետք է ավելի լավ կյանքը սիրեն ու իրանց եսը սիրեն։ Ինչի որ նայում են, օրինակ սովետի վաղ բան կար, կինո ենք եթում Ռասիայում, չէ՞ կամ կինո ասում։ Մի հատ հայկան անուններ սաղ դալիճը ծափ էր տալի։ Ոչ այդ մարդը լսում է ոչ բան, չէ՞, կինոյի տիտրերն ա։ Տիտրերում ասենք, ինչ Պողոսյան կա, ասենք։ Հա, ծափ էին տալի։ Հիմա լում ասենք, տես շեղում են շատ, չէ՞, ասենք օրինակ Նիկոլին ձեռնտու է, խոսքի ասի, այս հայ էս թուրքին բարբով հաղթեց Ադրբեջանը։ Սովետում էլ կար տես բան, էլի Բենուր Փաշյանը Թուրքին կրեց բանման, ասենք, էդի մի քիչ դեգրադացված պրոցես է, էլի, ասիկը ոնց որ անկախ պետություն չուզես, բայց ասենք Ղարաբաղ ուզես, այդ նույն ձևի դեգրադացված է, ասիկն պետություն չուզես, բայց հպարտանաս, որ ասենք ես իմ այսիչ Յանի բանի գրուպայի մեջ, ասենք Սամվել Երվին։ Դե հիմա խնդրեմը գալով հիմիկվա վիճակին, եթե այն ժամանակ կամաց մոտենում ավարտին, գալով հիմիկվա իրավիճակին
Այս խոսենք պետության բովանդակության մասին, որի մտավախությունից հիմնականը որ պետությունը կկորցնի իր բովանդակությունը։ Բացի դրանից էլ երկրորդ մտավախությունը, որը որ կա, այդ առաջնահերթությունների տոտալ փոփոխությունն է, այսինքն այն ինչ որ քո համար, քո սերունդի համար թանկ ա եղել, ենթադրում եմ իմ սերունդի համար ինչ որ հատվածի համար լա երևի ավելի ցածը փոքր սերունդի համար դա եղել։ Այս տրանսֆորմացիայի արդյունքում, որ օրվա իշխանությունները հետևողականորեն իրականացնում են, այլևս դա առաջնահերթություն չի, ծիծաղելի է թվալու։ Այսինքն արժեքի մասին խոսելը, հայրենասիրության մասին խոսելը մարգինալ է թվալու։ Հա, չէ, հիմա էլ արդեն տենց։ Բայց քաղաքական դենա դուք էլ ասի կանխելով ես մասի ասիկ, բայց 19 կուսակցություն մասնակցում է երկրի պետության կառավարմանը, այս աղետալի վիճակում լավ քննադատում են թե ով ինչ է կորցնում, ինչ չի կորցնում բան, ու որևէ մեկը արժեքներից չի խոսում։ Հա, դե հիմա դրա համար ախր մարդը ինքը պետք է իր ներսում ունենա բովանդակությունը։ Եթե այդ մարդը մտածում է շատ փող ունենա, լավ կլինի, սերունդն էլ տես դաստիարակում, ասացի, չէ, իրանք մասնագիտականով են խնդիրը լուծում բան, որովհետև եկեք ընդունենք, որ քաղաքակրթական զարգացումը, ես առիթներ ունեցել եմ, շատ եմ այդ խոսքը ասում եմ, երևի Խարույկի գյուտից հետո ամենամեծ հայտնագործությունը մարդկության եղել է արժեքների հայտնագործությունը։ Պրոստը կարող ասենք ենթանենք Նյուտոնը մենակով է հորին է ձգողականության ուժը, Արքիմեդը մենակով է հորին է, բայց ես կարծում եմ այդ արժի համակարգների հայտնագործությունը սերունդ հորինվեց, ձևավորվել է, էլի նախ ըմբռնվել է, գիտակցվել է, որ ասենք այս ինչ արարքը բան է։ Ստե շատ ենք այդ թեմայով խոսացել։ Հիմա ստրուկ պահել լավ բան չի, որ մարդուն Այդ ավելի ուշ, սկզբից ուրիշ պահեր է եկել բան, հետո էլ եկել է այդ ամեն ինչի, որ ստուկ պահել, բայց նաև ընկերասիրությունը ես առիթ ունեցել եմ ասեմ, հիմա ասենք պատկերացրեք, ասենք իրար հետ նստած ենք, ենթարենք, այս յանից տենում եմ մեկը գալիս է քո վրա, ես գցվում եմ այդ ուդարը ուտեմ, դուք երկուսով հարձակվում իրան սպանում եք։ Դու երեխեք ես ունեմ, թորներ ես ունենում, ամեն անգամ քո ծնունդը նշելուց ասպես ախպեր, այն շանթը, որ եթե այդքան մոտիկ էլ չէի, եթե իր դեմ չգնար, ես չի ասում, ոչ թորք ունենայի, ոչ ես կան։ Հա, ոչ ես կլի, ոչ այն բան, եկեք եթանք իր գերեզման մի հատ մի բաժակել ընդեղ խմենք։ Էդի կողքից, ասենք դուք էլ իշխող եք այդ գյուղում, բան, ասենք միջավայրում կամ գավառում կամ բան։ Ասենք լիքը մարդ ձեր հետ հելելու է քուցանոնդին, ասենք 100 մարդ եկել է, 100 մարդ է գալու է այդ ասի հա էլի։ Այտենց ձևավորվել է տարիների, տասնամյակների մեջ այդ արժեքները։ Հիմա եթե այսինքն սա ինչի համար եմ ասում, որ արժեքները ներդնովի ասես տենենց։ Իհարկե այդ արժեքները երբ որ մարդիկ հասկացել են, որ դա իրանց օգուտ է բերում առարկայական, եւ նյութական օգուտ է բերում, եւ այս ամեն ինչը բերում է։ Հիմա եթե դա ասենք այն մարդիկ, որոնք կլքեն Հայաստանը կետան, ովքեր արժեքները չեն դավանել, իրանց համար կլիսին դատարկ մի բան, մեկը իրանք չեն մնա Հայաստանում, իրանք թողելու են այդան, մի քիչ առաջ էլ ասի, էլի ձուլվելու են որևէ ժողովրդի հետ ինտեգրվեն։ Ամերիկայում լիքը հայեր կան, որոնք իրանք ինքնագիտակցությամբ այլևս հայ չեն։ Ֆրանսիայում նույնը, բոլոր երկրները, Ռուսաստանում նույնը, բոլոր տեղերում բնական ինչ-որ ուծածական բան է։ Բայց հիմա նորից գալիս ենք այդ ամեն ինչի անիմաստության վրով։ Ես ասում եմ, օրինակ, իմ ինքնագիտակցությունը կա, ես մինչև կյանքիս վերջ պայքարելու եմ հայ մնալու մեջ, որտեղ ասում եմ, լավ, նյուժելի, ասենք իմ մերս, իմ հերս, ես ուրեմն իրանց եմ դավաճանում։ Էլ ես չեմ նայում Հայկ Նահապետին եմ դավաճանում կամ Գարեգին Նժդեհին, ընկեր։ Ես դավաճանում եմ իմ ծնողներին, արդեն իմ տատիկին, պապիկին, այս էլ տարական հələ ազգայինը թողեն, տարական մարդկային արժանապատվության խնդիր է, բայց քանի որ շատերը ճիշտ ասիկ, հələ հարց է, իրանք մարդկային արժանապատվությունը ինչ են հասկանում, ասենք օրինակ ասում են մարդկա իր տունը չի կարող պահի ուզում է երգիր փրկի, բայց եթե իր տունը պահողներն էլ, կաղրած երգիրը ոչ թե չեն փրկել, կործանում են, ասում են ախպեր տուն ենք պահում, պետական ռոճիկն է ցածր է, բա ոնց պետք է տուն պահենք, ասենք 3-4 հատ երեխա ունենք, մարդուխի պետք է զրկենք այս ամեն ինչից, ես զրկված եմ եղել, չեմ ուզում երեխան զրկված լինի, ու ժողովուրդը դա է ընդունում, այսինքն ասում է, այսի լավ տուն է պահում, ուրեմն լավ երգիր կպահի, բայց չի կարա այդ մարդը, որը ինքը կարա պետության ունեցվածքի հաշվին մի սահմանափակ ոչ միայն իր տունը պահի, այլ իր բարեկամներին էլ, ընկերներին էլ պիտանի լինի, բայց չի կարա 3 միլիոնի սաղին լավ պահի, 3 միլիոնից կարա մի 100-200 ընտանիքի լավ պահի։ Հիմա էսա, բայց այս ամեն ինչը եթե չի բացատրվում, հա գալիս է շատ էլի հարցը մնում է օրակարգային, օրինակ Մարտիրոսյան Հայկը կա, ասում են պրծածը հայ ժողովուրդը,
Ես էլ եմ շատ քննադատում, բայց ես իրան վիճում եմ, ասեմ ախպեր դու ճիշտ ես քննադատում, բայց ո՞նց ես դու ասում պրծած, ուրեմն դու իրանցից մեկն ես, ովքեր ուզում են հայ ժողովուրդը պրծնի։ Եթե չէ, դու պետք է հայ կռիվ տաս։ Հիմա ես որ ասում եմ, ես կռիվ եմ տալի, եղել է մի 10 քանի տարի էլ էս աղետը չկար, ես բայց դա զգում էի։ Եվ որ ասում էի Հայաստանը սուչի զոնա են սարքում, սուչի զոնան ինչ է ըստ էության արժեքների դեգրադացիա է, որ ասենք մարդը մարդուց կալանավորները մեկը մեկից ուտելիքա գողնում ամենաբացական մարդն է, չէ՞։ Դուս իրան կարող է գողության համար դատվեն, հպարտանան, բայց եթե նեղության մեջ գտնվող գողն դրանց շկոդնիկ են ասում, չէ՞։ Կամ ասենք մարդը մարդուն մատնում է, ենթարենք դու մի հատ նամակ ես գրել, որ քո ընտանիքին ուղարկես, ես տեսել եմ, գնում եմ ռեժիմին ասում եմ, որ ինքը նամակ մարդ կար, տարավ նրան, այսինքն այդ բանը ըստ էության դե ես որ ասեմ սուչի զոնա է, բայց հիմա ա, հա? Հիմա ա, Հայաստանում է դե։ Հիմա ա, հա, հենց հիմա։ այդ ձևակերպումը, այն ժամանակ ասում էր 15, Հիմա էլ ավելի է խորացված, ու հիմա արդեն բացահայտված է։ Ես ինչ էի ուզում ասի, այդ որ ասի 13 տարի առաջ էի ասում, միտքս այդպես խառնվավ իրար։ Լավ, բայց չէ, ես ուզում ասեմ, որ բանը, որ ասի Մարտիրոսյանը Հայկն էլ ասենք բան չի։ Հա, այնvað sense բան ասեցի։ Անժելան ինձ հարցրեց իր հայելիումը։ Ասեց հավատում ինչին ես հավատում, բան, ասի ես հավատում եմ ոչ թե իմ պայքարի հաղթանակին, այլ իմ պայքարի ճշմարտացիությանը։ Անկախ դրանից ես կհաղթեմ թե չէ, իմ պայքարը ճիշտ է, որտեղ եթե ես հավատամ իմ պայքարի հաղթանակին, Գալստյան ջան, ես կարող եմ մի պար գա հուսալքվեմ, որտեղ հաղթանակը ռեալ չի։ Բայց եթե ես հավատում եմ, որ իմ պայքարը ճիշտ է, ինչ կապ ունի հաղթեմ թե չհաղթեմ։ Ճիշտ է, պրագմատիկ լսարանը հիմա մեզ կարող է ասի, բա որ չես հաղթելու անին հողմահարների դեմ Դոն Կիխոտի կռիվ ես տալի։ Ես ասեմ կապ չունի։ Ես իմ սկզբունքներին հավատարիմ եմ, իմ դավանած արժեքներին հավատարիմ եմ։ Էդի նույնա ոնց որ Նեժդե կամ ենթարենք զոհված հերոսներ կամ բան, որ ասենք հռոմեացի կլի, ինքը իրան ինքնասպան է եղել կամ բան, որ ճշտամու ձեռը չընկնի, դրան նմանատիպ մի բան է։ Վերջին հարցն եմ ուզում տամ, մոտավորապես մի ժամ է եթերում ենք։ Թվային աշխարհը մենք վերջի ապրում ենք արհեստական բանականության ժամանակաշրջանում, հա, այսինքն ինքը մարդկության պատմության ամենաարագ զարգացման, եթե դա զարգացում ենք անվանում, ամենաարագ այդ թռիչքի շրջանն է վերջի 10-15 տարին, հա։ Ինքը արժեքների մեջ փոփոխություն չի մտցնում, այսինքն քո պատկերացած արժեքը թվային արժեքի լավ, դա լավ ու կարևոր հարց է։ Հիմա ես մտածում եմ, որ քաղաքակրթությունների ճգնաժամ է։ Նու ես ենթադրում եմ, որ 1000 տարի մեկ լինում է քաղաքակրթությունների մեծ ճգնաժամ։ Ասենք համարում եմ առաջի դարը եղել է նախորդ այդ հելենիստական քաղաքակրթության մեծ ճգնաժամը, որը տասնամյակներ ու հարյուրամյակներ տևում է։ Ու ես կարծում եմ, որ Քրիստոս երբ որ եկավ ինքը նոր արժեքներ, հին արժեքները ասես չեմ եկել փոխեմ, ասես եկել եմ ավելցնեմ, լրացնեմ։ Ինքը բերեց էդի էլի 2-300 տարի կռիվը գնաց, մինչև պաշտոնապես քրիստոնեական արժի համակարգը ընդունվեց։ Հետո հազարական թվերին որ նայում ես, այդտեղ էլ է մեծ ճգնաժամ եղել, այդտեղ էլ կաթոլիցիզմն ու ուղղափառությունը անջատվան իրարից։ Հետո հիմա 2000 թիվն է։ Ես կարծում եմ, որ հիմա էլ է շատ մեծ քաղաքակրթական ճգնաժամ եթում ու էդի ավելի շատ ոչ թե արհեստական բանականությունը ձեր ասած թվային բան չգիտեմ ինչն է, այլ քաղաքակրթական ճգնաժամ է եթում։ Հիմա ճգնաժամը կարող է նոր հայտնագործությունների պատճառով է լինում, կարող է չէ, բայց ես համարում եմ օբյեկտիվ այդ ճգնաժամը ու այս ճգնաժամը ոնց է, երբ որ արժեքները մաշվում են, դեգրադացվում են կամ ասենք էլ մարդը դադարում է հավատալ այդ արժեքներին։ Բայց եթե մարդկությունը տենց էլ մնա այդ դեգրադացիայի մեջ, մարդկությունը վերանալու է, իրանք իրար հոշոտել են բրցնեն, դա չի կարա տես բան լինի։ Գալու է մի փուլ, ինչ որ միտեղ մի ուժ է ձևավորվելու, որը այդ արժեքները նույն հին հազարամյա արժեքներին կամ նոր մեկնաբանություն է տալու կամ նոր բովանդակություն, դե տեսես մի օրինակ բերեմ, որ հասկանալի ինչ է նկատի ունեմ։ Ասենք միջև ֆրանսիական հեղափոխությունը մարդը եթե ստրուկ էր կամ փողով էր առնում իր ազատությունը, կամ ինքը թագավորին նես մեծ ծառայություն էր մատուցում, կրվի դաշտում կրի, շնորհում էր։ Բայց Ֆրանսիայի հեղափոխությունը ասում են ախպեր, դու ով ես ինձ շնորհես, Աստծուց ես ծնվել եմ ազատ։ Հա։ Այսինքն մեկնաբանությունը փոխվավ, չէ՞, բովանդակությունն էլ փոխվավ, էլի, այդ ազատության արժեքի։ Կարող է գա մի վիճակ հիմա այս ճգնաժամային փուլում, երբ որ արժեքները սաղ քաոտիկ են, Ամերիկայից մինչև ես արևելք,
այդ քաղաքակրթական ճգնաժամի ցուցիչն է։ Հետո նորից ինչ որ մի հատ ուժ միտեղ, որտեղ չի կարա քաոսում մնա։ Ասենք քաոս տեզերքում քաոսը եղել, հետո ձևավորվել է մի կարգ, տեզերական ինչ որ մի կարգ, համակարգ, չգիտեմ, գալակտիկա։ Նույնն էլ կյանքի մեջ չի կարա սենց էլի, էլի ես խեմ ասում, որ սա մի օր ավարտվելու է, այդ ավարտման ու նոր հասարակարգերի, նոր աշխարհակարգի ձևավորման փուլում ժողովուրդներ կմնան դուրս ու կլեն լուսանցքային, իրանք կտարալուծվեն այդ աշխարհակարգի շուրջը, աշխարհակարգի ներսում գոյացած, գոյատևած ժողովուրդներին, որոնք ավելի ամրացած են լինելու։ Դե սենց է կամ այդ քաոսը բերելու է թույլերը հեռանալ են ուժեղները մնան։ Հեռանալը ուժեղը բնական սելեկցիա է լինում։ Բնական սելեկցիա է լինում։ Հիմա ես մտածում եմ, որ չի կարա արժեքներ, ասեմ, գուցե արժեքների նորովի մեկնաբանություն լինի, որ մարդիկ լսեն, դաժե զարմանան։ Իմիջիալով ձեզ ասեմ, այդ որ կա չէ գոմիկների լեսբիան կեքի բանը։ Ասենք նայում ես անցյալը, տենում ես առաջի դարում են հելե մարդիկ խոսացել, որ պետք է ազատ լինի, դաժե ինչ որ երկրներում թույլատրված եղա 11-րդ դարում են այդ թեմաներով։ Բարբերաբար, որտեղ դա էլ ազատության մեկնաբանման խնդիր է, հետո գալու է սա կարգավորվի։ Մարդիկ են ելնելու, որոնք ասել են ախպեր, ոնց կարելի է սերերը չտարբերենք, բայ ժառանգություն չենք թողելու բան, դա քաոտիկ փուլերում լիքը բաներ է գալիս այդ ձևի, որը գալու է կարգավորվի։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ այսօր դուք էլ չէ դա ասիք, որ այսօր այդ արհեստական բանականության փուլն է, բան կարող է պետք չի, չկա դες բան, որ պետք չլի։ Մեկը սերը մարդու մեջ պետք է լինի սերը։ Եթե ինքը սեր չունենա, ուրեմն գնալու է թշնամանքը։ Ուղղակի այդ բարի ու չարի եւ լավի ու վատի պատկերացումները։ Չի դադարելու հավերժից պայքարը։ Համաձայն եմ, որ չի դադարելու, բայց ախր ես Հայաստանյան իրականությանը երբ որ նայում եմ, հա, մի քիչ խոսեմ, չնայած ամբողջ աշխարհում այդ տրենդը կա, բայց մասնավորապես Հայաստանում։ Այն իմ համար ինչ որ եղել է ժամանակին հստակ։ Հա, հիմա կասկածելի է դառնում, կամ իմ համար կասկածելի չի, բայց հիմա նենց են վիճարկում այդ ամեն ինչը, որ դու սկսում ես արդեն կասկածել արդեն։ Համաձայն եմ, բայց ասում եմ դա աշխարհակարգի, ասենք, օրինակ որ ասում եմ առաջի դարի բաները մի հատ նայես ու 11-րդ դարի ընկեր կտեսնես լիքը նմանատիպ բաներ։ Լուրջ եմ ասում, կարող է մեկին մեկը չլի, բայց մեկին կեսը տենաս որ եղել է, էլի այդ, ասենք կանանց դերը ոնց է եղել, կամ թրջունների բանի դերը բան, որ ոնց է եղել, չէ՞, կամ այն Հերոստրատն ալվա, չէ՞, որ Արտեմիսի տաճարը վառել է։ Դա էլ է ճգնաժամի։ Ճիշտ է 350 թվին է եղել, որ 500 առեց որ հիշեն բոլորը։ Չեք, մեկը դա արժեքների դեգրադացիայի նախակարապետներն էին դրանք, որ բերելու էին։ Այսինքն ուզեմ ասեմ, այդ ինչը որ մեր համար անկասկածելի է, բայց հասարակության մեջ վիճարկվում է, ու հիմա մանավանդ օտարները, ովքեր ուզում են այս ռեգիոնը գրավեն։ Ինստեղ ես եթե ավանդաբար նայեմ կասեմ ռուսը, եթե ներկավ նայեմ կասեմ թուրքն ու ադրբեջանցին, եթե ապագայում նայեմ կասեմ արևմուտքը, Ամերիկա, Եվրոպայի հետ։ Իրանք նախ ջարդելու են հին արժեքները ու այն ինչ որ հիմա անում են, որտեվ հին արժեքները նաև այս կամ ընկեր ռուսական իմպերիայի, եթե ես ասեցի կայսերական դաստիարակություն ենք ստացել, դրա մեջ լավն է կար վատն էլ, եւ լավը եւ վատը արևմուտքին էլ բան իր հակառակորդ երկրներին է ձեռնտու չի, որ դա մնա կայսերական։ Հա, ինք ասում է հիմնահատակ կավիրենք, արժեքները կջարդենք, հետո մենք մեր ուզած արժի համակարգը կտանք իրանց։ Եթե ուզում ենք իրանք սպասարկու լինեն ընդամենը, սպասարկուի համար ասենք, չգիտեմ, լավ մատուցող եղեք, էժան բանը, ձրիկ բան կրթություն գտանք մատուցողի կամ չգիտեմ մետրո քշող լինեք կամ էսի ինչ էլ ըստ ծրագրերի։ Հա, ըստ իրանց ծրագրերի կանեն, բայց միևնույնն է լինելու արժեքներ։ Միանշանակ լինելու է։ Ու մեր ժողովուրդն է պրոստը, որ ցանկացած ժողովուրդ ինքը զանգվածով չի հասկանում, բայց էլիտան է հասկանում, դա մեր ժողովրդի էլիտան էլ ինքը ժողովրդից ոչի բանով չի տարբերվում, չգիտեմ։ Այսքանը ես կասեմ, հարցի պատասխանը կներես, Գալստյան ջան, հարցի պատասխանը մեծ հաշվով չենք տվել, բայց ես կարծում եմ, եթե մենք պետք է ես այն վաղտել ձեզ ասել եմ, չէ, որ ձեր ու Ռուբեն Մելքոնյանի հետ այն բանը ձերը որ վարում եք ինչքան եք ճիշտ մարդներ, ես ասում եմ որ արժի է տենց հաղորդում անել։ Հիմա դե մենք չնայած դուք ինձ ասում եք մեկ-մեկը տենց էս շարունակենք, չգիտեմ, տեսնենք ժողովրդի։ Տեսնենք, ես միշտ գերագույն հաճույք եմ ստանում ձեր այդ զրուցելուց, ընդ որում ոչ էս այժմ իրական այսօրվա թեմաներից, որովհետև այդ բանի ճշմարտության մասին, չասեմ բանավեճ անգամ քննարկումը, հա, ինքը շատ միգուցե կարող է թվել ոչ այժմ էական առաջին հայացքից, բայց իրականում հենց այստեղ է թաղված այս ամբողջ խնդիրներն ու նաև
հույս ունեմ լուծումներ է, եթե այդպեսի կան։ Ընկեր հավատա, Եթե այդպեսի կան։ արժեքների հեղափոխությունն է, որ կարա այդ սաղի լուծումը տա։ Մարդիկ ասում են, խոսքի ասենք, այս ինչ բանը, օրենքը sense փոխենք, լավ կլինի, հենց փոխենք, այս ինչ մարդուն բան։ Մի հատ բան կա, այդ մարդն է, չէ, խմբովի, հիմա կարան հա խմբովի 1000 մարդ են որոշող պաշտոնյաներ։ 1000-ով կանեն ասեն, դա տենց է եղել, սենց է եղել։ Բայց եթե մարդը անհատապես ինքը բարոյական արժեք ունի, իրան սպանես ինքը չի կարա ուրիշ բան անի։ Այսինքն պետք է անի այն ինչը որ Բայց եթե բան ստեղծես միջավայր, ես ուզում ավարտեմ, բայց հա, չէ, բա միջավայրը դե հիմա ամենաբարոյական մարդը պետություն կներես։ Դա ամենաբարոյական մարդուն, որ ձեր ասացի պես արժեքներով է ապրում, հա, առավոտից երեկո բոլոր հնարավոր ինֆորմացիոն տեխնոլոգիաներով հասցրա, որ չգիտեմ, մարդ ուտելը դա մարդու բացարձակ իրավունքն է ու տարթող համարտաբանական գուտի թե չի ուտի։ Գուտի միանշանակ։ Բա այն Աֆրիկան, որ ասում են դե ամինա ինչա կերել են։ Հոնես չի որ իրանք չէին իմանում, որ չի կարելի մարդու։ 20-րդ դարում էին։ Բոկասան։ Հա, էլի դրանք 20-րդ դարի վերջերում էին, չի ապրում կեսերից էսկո։ Այսինքն վաղուց գիտեին, որ մարդ ուտելը չի կարելի։ Բայց իրանք եթե գտնում են ինչ չի կարելի է ուտում են, էլի։ Հիմա սա ինչ եմ ասում, ես եզրափակելով հա, ես եզրափակենք ասում եմ, ես դաժե կոչ եմ անում ոչ միայն մեզ, այլ բոլորին քաղաքական գործիչ կլինի, մտավորականներ կլինեն։ Մի հատ բան եմ էլի всё-таки ուզում պատմեմ, կներես երկար։ Արի դրանով փակենք։ Խոսրով Հարությունյանը պատմեց, իր այդ ես քիչ եմ շփվել ճիշտ ասած։ Զանգեց, ասեց շանտ Խոսրովն, ասում եմ, բան ասեց Խոսրով Հարությունյանն, ասի հա, բան, ասում եմ դե մեկ մի անգամ ազատի մոտ արշակեն հանդիպել են։ Ասի հա, բայց զարմացել եմ, ասում եմ նայեցի բան ճիշտ ես ասում շատ բաներ արժեքներից բան, ինչ որ է դեպ պատմեց, ասում եմ 92 թվին որ վարչապետ էի, ասում եմ բանը, դե ցուրտ մութեր էսերն է ժողովուրդն է դժգոհում էր ասում այդ անկախության բան, ասում եմ վեկալը կանչեցի մտավորականներին, ներկայացրեցի իրավիճակը, որ նոր եթում ենք անկախության պետություն ստեղծում, պատերազմաբան, եկեք դուք որպես մշակութային գործիչներ քարոզեք դուք հեղինակություններ եք սիրված եք բան, որ ժողովրդին որեսի կարելի է հաղթահարել բոլոր լում ասենց էլի շատ երկրներում որ նոր են անկախանում բան, ասում եմ խոսացի ոչ ոք ձեն չանեց։ Ասում եմ հելա կոնկրետ ասի անվանական, դիմեցի ասի դուք որը բան ունեք ասելու, ասում եմ հելա ասեց այ որ էսի այսքան փող տակ իմ գիրքը տպեմ, չգիտեմ ինչ բան, ասում եմ ում հարցը մի 6-7 հոգու, ասում եմ բանա Մեկը մի բան ուզեց, հա։ Հա, ամեն մեկը մի բան ուզեց, ասում անեց հիասթափ։ Էդի ասում հայ էլիտան է։ Իմ ինժեներոց ինքը դա պատմում էր։ Մի հատ ուրիշ դեպք լսեցի։ Ինձ պատմել է մի հոգի, անունը չեմ տա։ 92 թվին վարչապետ վատ։ 97 թվի մասին է պատմում։ Նույն պատմությունը, հա։ Չէ, ասեմ ու ավարտենք։ Ասում է Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանը եկած է եղել վարչապետ 97 թվին։ Այդ ով որ պատմում էր իր մտերիմներից, հա, չեմ ուզում անունը տամ, որ չգիտեմ, թույլտվություն տալիս է, չէ՞, Խոսրովի հետ ճշտել են, որ ես կարամ սա պատմեմ։ Քոչարյանի առումով չեմ ճշտել, բայց ուղղակի քանի որ այդ դեպքը թույլ տվեց, բանը Խոսրով հարցին որ ասեմ։ Ասում է, ինչի է ինքը ժողովրդի նկատմամբ ասես բացասական բան, ասում չգիտեմ։ Ասում է ինքն է պատմի անձամբ։ Ասում է եկել եմ նոր նշանակվել եմ վարչապետ։ Ասում է մտածում եմ այն մարդը մայրաքաղաքային էլիտա կա, բան կա, ինձ կարողա չընդունի ու գավառացի համարի բան չգիտեմ Մեսյանեյան ասում եմ հրավիրում եմ էլի տենց մտավորականներին խոսամ տենամ ինչ կարծիք ունեն ոնց են նայում այդ հարցերին ասում եմ բառացի խի ես զուգահեռ տարա դե խոսելով ինչ պատմում էր հիշում էի այդ տղու պատմածը որը պատմելա կրուգի մեջ Քոչարյանն ինքը ըստ այդ տղու ասելու ասում եմ ասեմ ինչ ունեք էլի ասելու նոր վարչապետ են Բանեսյանյան ասում եմ ոչ մեկը ոչի բան չի խոսում Ասում ասեցի երևի հուշտ են ելում էլի, ասենք ես ոին եմ, եմ Թուրքիայի դեմ կռիվների հերոս եմ բան։ Ասում անձամբ դիմեցի, էլի անունները երկուսն էլ անուններ տվել են, գրեթե նմանատիպ անուններ են տվել էլի։ Ասում դիմեցի, ասի դուք բան չունեք ասելու։ Ասում լավ ես ճիշտ ասած ունեմ, բայց կլինի ձեզ առանձին ինձ ընդունեք։ Ասում զարմացա, ասի խի ասես ես ինձ առանձին ընդունեք։ Ասում էլի մտածեցի, որ հուշ տալեմ, կարող է պետք քննադատի, բայց վախում է։ Ասում օգտականս հետս էր, ասում ասի անուն ազգանու գրի, բան գրի եփեմ։ Ասում հաջորդին ասի դուք օրինակ բան չունեք, ասում հելա ասած ունեմ։ Ասես լսում եմ, ասում կլինի ինձ առանձին ընդունեք։ Բոլորը առանձին գնացած։ Ասում բոլորը այդ Խոսովի պատմածի ինձը։ Խոսով ասեցի ձեն չի հանին, ահա դիմեցի, ասեց այ որ գիրքը շնորհավորեք։ Հիմա տես ասում առանձին ում ընդունել եմ, դու չգիտեմ ինչքան ո ճիշտ Քոչարյանը կարա հաստատի, կարա հերքի, բայց այդ վաղ պետք է լի կասեմ ինձ ով ասե, մեր ովշի ծանոթներից։ Ասում առանձին ում ընդունել եմ,
Ասեմ մեկ եկի ասում վատտեղես փսակվել է բան, բայց բնակարան չունի, էլի կլի մի հատ օգնայես, մեկ եկի ասում չգիտեմ, աղջիկս չգիտեմ, փեսես ավտոյի առե գարաժ չունեն կլի, ասում բոլորը կենցաղային ով եկել են կենցաղայինով։ Հիմա ես որ խոսում Հարությունյանը պատմեց, ասեմ 92 թվին համարյա էլի չեն խոսացել, անվանական դիմել է, այն մեկը ասել է գիրքս օգնեն, մեկը չգիտեմ ինչ ես օգնեն, նկարես բանես։ Դե հիմա ենթադրաբար 5 տարվա մեջ ընկեր։ Էլ էլ չի ասել գիրքս, ասել է երեխես ուզում է գարաժ ունենա, ավտո ունենա։ Այս ողբերգական փուլում էլ բազմաթիվ մարդկանց Բայց իրանց էլ եմ էլի մեղադրում, որ իրանք էլ մատները մատին չտվեցին այդ իրավիճակը փոխել։ Ինչևից է։ Շնորհակալ եմ շատ։ Մենք շարունակենք մեր քննարկումները, տեսնենք մի բան ոսկա։ Եվ այսպես իմ հյուրեր ցեղասպանության կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը, մենք կհանդիպենք մնացեք խաղաղությամբ։